Մենք միշտ խոսում ենք կանանց հոգեվիճակի մասին, բայց տղամարդու համար էլ գալիս է այդ անօգնականությունը։ Վախի sense բաներ, որ մտածում եմ հանգարց մի բան չլինի։ Կողքդ այդ դրամատիկ կինա, որ ասում է թե մի բան է, երախում կտրես, ինչ չընտրես։ Ընդհանուր վախենում ես, ինքն էլ այսպես տեքստեր է, էլի քեզ ասում եմ, որ она уже смирилась, որ ես միայնակայր եմ, էլի։ Ես որ ինձ հիշում եմ այդ շրջանում, ես Նարեկի փոխարեն ուղղակի չէի դիմանա ինձ։ Մենք չենք բաժանվել, այդ սաղ Նարեկն է արել, բաժանվելու փուլ, որ կոնկրետ եղել է, որ ես մտածել եմ վերջ, այդ երևի մենակ այդ հետծննդաբերական շրջանն է եղել, դրա համար Նարեկը ստրեսատար երեխա չի։ Ես կուզենայի աղջիկ միատել, բայց ամր չգիտես էլի։ Բայց ես բաժանվենք չէ։ Ինձ ուղղակի այդ երևույթը նայելը, որ ինքը Ալենի հետ արդեն զրուցում է, այդ արդեն ինձ տհաճա։ Խնդրում էի, որ չկանչեն։ Իմ եղբայրը պատերազմի ժամանակ կռված, այս մի քիչ ուրիշ հայացքներ ունեմ։ Մի քանի անգամ այտենց շրջան եղավ, որ իսկականից չգիտեինք եղբայրը կենթանի է թե չէ։ Դուք բավականին բարդ հոգեբանական փուլում եք։ Տանը կա երեխա, որի համար ամեն դեպքում իր մանկությունն է։ 4 տարեկան էր։ Ես ասել եմ, որ քերին հիմա կռվում է ու պատմել եմ մեր պատմությունը։ Մենք չենք կարող երեխային ծաղիկների մեջ մեծացնել։ Ինքը ասում էր տխուր ես, ասում էի հա շատ տխուր եմ։ Քերին հիմա անհանգիստ եմ իր համար, բայց վստահ եմ, որ ինքը ուժեղ է, ինքը կհասնի, զենքեր էր վերցնում, ասում էր ես մեծանալու եմ, ես էլ գնամ, քերին իր համար հերոս է, էլի։ Ես առաջ մտածում եմ, որ եթե երեխան խանութի հատակին պարկում լացում է, ուրեմն իրան տանը չեն դաստիարակել։ Բայց երբ որ իմ երեխան այդ 3 տարեկանի ճգնաժամի մեջ ասեց, որ բան եմ ուզում, ասեցի չեմ առնելու, ինքը տենց պարկեց խանութի հատակին լացեց։ Ես ուղղակի առաջի անգամ լացեցի իր հետ, որովհետև չգիտեի ինչ անե։ Դու նոր ես մամա, դու ամեն ինչ առաջի անգամ է, ոչ մեկս չենք սովորել ոնց լինել մամա, անգամ եթե դու աշխարհի գրականությունն ես կարդացել, լացեց, ես մոտեցա իրան, ասեցի ես չեմ լքում քեզ, չեմ գնում, մամա երբեք չի լքի քեզ, բայց ես խանութի դրսում, այդ դրան մոտ քեզ եմ սպասում, հենց հանգստանաս դուրս արի։ Այդ վերջի անգամն ա եղել, որ ինքը տենց է պահել իրան։ Ուսանողական ծրագրով մեկնեցիր Միացյալ Նահանգներ ու վերադարձար Հայաստան։ Տեղափոխվել գնալ այնտեղ բացարձակ իմ համար չի, որովհետև ոնց որ ես չափազանց լավ գիտեմ Ամերիկան։ Ամուսնացել ենք, մենք չենք ունեցել սեղան, հաթոռ, մենք մի տարի վարակույր չենք ունեցել տանը։ Թվում է թե ինքը վատ բաներ թվարկեց, բայց այդ շատ այնպես լավ հիշողություններ են, էլի։ Էդ էլ է նպաստել հարաբերությունների ամրապնդմանը, ամիս աշխատավարձին ինչ-որ բան գնելուց մինչև հիմա տարին մի քանի երկիր միասին ճանապարհորդելը։ Հաղորդման գործընկերներն են Լուսին օրգանիկ սմաշկի բնական խնամքը, իմպլանտում ստոմատոլոգիական եւ կոսմետոլոգիական կլինիկան։ Life Room-ի սեր շարքում այսօր Նարեկ Մարգարյանն ու կինը Մաշա Գասպարյանն են, ողջույն։ Ողջույն։ Այս շարքի խորագիրը ես դրել եմ ու սերը բուժեց ու սա պարզապես որպես սիրուն արտահայտություն չեմ ընտրել, որովհետև կարծում եմ, որ ամեն դեպքում, երբ կյանքում կա սեր, այդ շատ հարցերից մեզ փրկում է եւ շատ իրավիճակներում մեզ օգնում է ավելի հեշտությամբ հաղթահարել դժվարությունները, առաջ գնալ, ինչքանով ձեր միմյանց կյանքում հայտնվելը նաեւ բուժեց ձեզ։ Որ բուժեց այդ միանշանակ, որովհետև ոնց որ միջև այդ շատ sense միապաղաղ կրկնվող ինչ որ տես կյանք էր, որից արդեն հոգնել էիր ու այդ ստաբիլությունն որ գալիս է ամուսնանալու հետ, ոնց որ դա էր իրականում փնտրում, բայց մենք այնպես չէ որ տես մի անգամից ամուսնացանք, տես բավականին երկար հանդիպեցինք, տես միանշանակ վստահ եղանք էլի, որ իրար համար ենք ստեղծված, նոր այդ քայլին գնացինք, որովհետև իրականում շատ հաճախ եմ էլի տեսնում, որ մարդիկ առանց ինչ-որ մտածելու շատ կտրուկ արագ ամուսնանում են, հետո պարզվում է շատ տարբեր մարդիկ են, մենք ոնց որ լավ երկար համոզվեցինք դրանում էլի։ Իմ կյանքը չի հասցրել միապաղաղ լինի, ես ընդամենը 19 տարեկան էի, որ Նարեկին հանդիպել եմ, այն ծաղկուն, ակտիվ շրջանում, ինքը երևի արդեն իր կյանքը չթողեց աչքերս բաց։ Բայց
Չէ, գոհ եմ։ Ընդհանուր գոհ եմ։ Ընդհանուր գոհ եմ։ Իմ բալանոց կան հաստատ կդնեմ։ Բայց ուզում եմ ասեմ, ես օրինակ այդպես չեմ պլանավորել։ Ես միշտ ասում եմ, ես պետք է սովորեմ, ես կարիերա պետք է անեմ, ես չեմ ամուսնանալու մինչև 30 տարեկան, ինչ որ այս հայացքներով ու որ նարեկեց սկսեցինք հանդիպել, էլի տենց լուրջ չեմ մտածել, էլի մտածել եմ, դե հավեսա կհանդիպենք, կշփվենք ու հետո չեմ նայել ու չի պատկերացնում, որ կգանք կհասնենք այս էտապին։ Մաշա սովորաբար մարդիկ են երբեմն մտածում դե հավեսա կշփվենք։ Դե ես արդեն մեծ էի, ես նես լավ միջև էլ շփվել էի, նենց որ պատրաստ էի դրան, բայց ինքը դու հիշում ես մի պահ մտածում էր որ պետք է գնայիր արտասահմանում սովորեիր։ Հա։ Մեծ հաշվով մի 2 տարի է, կարելի է տենց դիմանալ, բայց ես տենց արդեն ինչքան եմ 28, երևի կլինեի 27-28 կլինեի, կարող է եւ չսպասեի էլի այդ մի 2 տարին տենց, որովհետեւ դե արդեն մոտենում ես այն բանի, երբ քեզ անդադ բզզում են բայեր ու կարար եւ այդպես։ Այսքան զուտ բզում էին դրա համար։ Դե չէ, իհարկե դրա համար չէ, բայց այդ Բայց դու այն մարդկանցից ես, որին կարելի է բզել եւ տեղ հասնել։ չէ, այդ ինտենց պերճախոս բան էր, ինտենց ուղակի ասած։ Խնդիրն այն էր, որ հասունացել էր պահը, որ պիտի ամուսնանաս, Ես թե ուզում էի որովհետեւ ամուսնանալ։ հանդիպել էիր Մաշային ու հենց Մաշան պիտի լիներ քո Այդ կողքին։ շատ հետաքրքիր բան է, որովհետև սիրահարվելուց ռացիոնալ մտածողությունը անջատվում է ու քեզ ամեն անգամը թվում է, որ այս հենց այդ է։ Հիմա ճիշտն է, սա ինձ ուրիշ բան ես ասում։ Չէ, բաս մենք այդ պահին ենք մոտենում ու ինձ թվում է այն բառերը, որ ես քեզ ասեցի կասկադում, այդտեղ դեր խաղացին։ Ինքը ինձ շատ ավելի շուտ է սեր խոստովանել ու ավելի շուտ է ինձ սիրահարվել, քան ես իրան։ Ինչ տես չի։ Տայմերով չեմ։ Ես չափում։ Ինչ հանդիպում է եղել Կասկադում։ Կարայքնայի ու սովորեի արտերկրում ու տենց խորհրդակցեցի համ պապաս էր դեմ, բայց պապայիս մտածում էի կարամ համոզեմ, որ գնամ, բայց Նարեկն էլ երբ որ ասեց, որ չէ, այդ ժամանակ ասեց ես քեզ սիրում եմ, ինչև այդ ուղակի շփվում էինք, անորոշ էլի։ Ու ասեց, որ չէ, լուրջ է իմ մոտ ու ես քեզ սիրում եմ ու չեմ կարող բաց թողնել, որ գնաս։ Հասկացա, որ երևի ավելի ճիշտ է մնալը, քան երկուսին տենց առանձին մի հատ համոզել այդքան, որ գնամ ու չեմ փոշմանել, եթե անկեղծ։ Որպես կանոն կանայք երբ որևէ փուլում կարիերան մղում են երկրորդ պլան, ինչ որ ժամանակ հետո ասում են, ինչպիսին կլիներ իմ ճանապարհը, եթե հաճախ ես երեսով տալիս Նարեկին։ Չէ, երբեք չի եղել։ Չէ, ինքը նշի որ չի շարունակե կրթությունը։ Հետո գիտությունների ակադեմիա ընդունվեց, երկրորդ կրթությունը ստացավ։ Հիմա երրորդ կրթությունն է ստանում մարքեթինգի ոլորտում։ Երևի շատերը դեռ չեն հասկացել որքան է էլի կրթությունը փոխվել, բայց եւ այս on-line հնարավորությունները եւ ամեն ինչն այդ ֆորմալ կրթության այդ ձևը արդեն ոնց որ մահացել է, բայց մեզ չեն ասում։ Գիտելիքների զինանոց որ քեզ պետք է ինչ-որ բան անել, ինքը այնքան արագ է փոխվում, որ մինչև դու ընդունվես, մինչև դու ավարտես, այդ արդեն հին է։ Առաջնայող բան է, էլի արել ոչ թե։ Ավելի առաջադիմական, քան կթվա թե հետադիմական է, տղու համար չգնաց, չսովորեց, բայց իրականում հենց սովորում է հենց այն ինչ որ իրան Չէ, հիմա պետք է։ շարունակեցի նորմալ Բրյուսելում ուղակի իմ կրթությունը։ Դուք ամուսնությունից հետո սկսեցիք երկուսով ապրել։ Սա հատուկ որոշում էր, որ մենք պիտի երկուսով ապրենք, թե հանգամանքների բերումով այդպես Չէ, ստացվեց։ հատուկ որոշում էր, որովհետև այդտեղ լրիվ համակարծիք ենք, որ այդ ծնողների հետ ապրելը ինչ որ բայ, սխալ է, ինձ թվում է մեծ առումով եւ ինչ որ բայ անդադ ինչ որ բաների բերելու էր անցանկալի, դրա համար ոնց որ ամեն ինչն այնց կառուցեցինք, որ մեր վերանորոգումը ավարտեցին ու մյուս օրը մենք ամուսնացանք մտանք, էլ այն մոտավորապես այսպես է եղել, տենց 24 ժամ։ Բայց մենք երբ ամուսնացել ենք, մենք չենք ունեցել սեղան, հաթոռ, մենք մի տարի վարակույր չենք ունեցել տանը, մենք սենց ամեն ամիս ամեն աշխատավարձին սենց մի հատ փոքր բան էինք առնում ու ուրախանում էինք։ Նարեկի ծնողների տանից մի հատ սենց հին սեղան էինք բերել, դա մեր միակ սեղանն էր, հյուրերը սենց հատակին էին նստում, բայց միշտ կային մեր ընկերները, միշտ գալիս էին ու հիմա որ հիշում եմ, գուցե հիմա նեղվեի, էլի հյուր կանչեի, որ չունենք ոչ մի բան, հատակին պետք է մարդը նստի, բայց այն ժամանակ այտենց շատ սենց իրար հետ ենք էլի բարձրացել մենք սենց զրոյական ինչ որ կետից, իսկ հիմա էդ էլ է նպաստել հարաբերությունների ամրապնդմանը,
այսինքն այդ վարկով տուն, վերանորոգում, ոչ մի բան չունենալ, ամեն ամիս աշխատավարձին ինչ-որ բան գնելուց, մինչև հիմա տարին մի քանի երկիր միասին ճանապարհորդելը, չգիտեմ, ես անձամբ այդ ամեն ինչը ասենց լավ եմ հիշում, էլի, ասենց խեղճ չեմ հիշում, մենք շատ խեղճ էինք։ Իրականում այդ ամեն ինչի մեջ շատ լուսավոր բան էլ կա, երբեմն երբ խոսում ենք այդ բացերի մասին, մարդկանց մոտ տպավորությունն է, որ այդ պիտի անպայման վատ ինչ-որ հիշողություն լինի, բայց երբեմն դրանք շատ լուսավոր հիշողություններ են, որովհետև հենց այդ ժամանակ հասկանում եք, թե ինչպես կարող եք մեկը մյուսի համար մեջք լինել, թե ով է կողքիդ, ինչպես եք կառուցում այն ինչ որ ունեք ու ինչ որ առումով նաև շատ ավելի ճիշտ եք գնահատում այն ինչ այսօր ունեք, որովհետև եթե միշտ ունենայիք այն ինչ այսօր ունեք, գուցե ուղղակի չնկատեիք, որ ինչ որ բան պետք է գնահատել։ Դա վաստակածի բանն է, որովհետև ինչ որ բան երբ որ վաստակում ես, այդ բանին լրիվ ուրիշ ձև ես նայում, քան երբ որ ինքը երկնքից ընկնում է։ Հիմա ասենց սա հարկացան գնահատեցինք, բայց եթե հիմա հարցնենք, բա մեր երեխան ինչ են անում, ինքը կոստի դու իրան պետքա բնակարանը տալ, ավտոն տալ, չգիտեմ, այս սա տալ, ես լրիվ հակառակ կարծիք եմ, որ ինքը պետքա իրան պետքա տաս գիտելիք։ Իրան պետքա տաս այն կրթությունը, որը ինքը ցանկանում է ու հետո թողես, որ ինքը այդ ամեն ինչ անի։ Հմտություն, որովհետև, հա, որովհետև ինքը հաճույք դրանից է ստանալու այդ կյանքից, ոնց որ հիմա մենք ենք այս թվում է թե ինքը վատ բաներ թվարկեց, բայց այդ շատ այնպես լավ հիշողություններ են, էլի, ու այնպես ասենք կիրպիչիկով ամեն ինչը շարել է, քեզ վերջում բերում է նրան, որ դու զգում ես այսի իմն է։ Ու ինձ թվում է այդ շատ ճիշտ տարբերակն է, էլի, որովհետև մանավանդ մեր հայկական ընտանիքի մոդելում շատ տարածված է, էլի, որ մանավանդ մի քիչ հարուստ ընտանիքներում, որ գումարը կա, սախ տանք երեխուն, կահավորենք բնակարանը, ավտոն տանք, չգիտեմ, աղջկա աներն էլ մի հատ ավտո սախ բանենք ու իրանց թողենք, մեկը 3 ամիս հետո իրանք բաժանվում են։ Որովհետև որ մենք չենք Չէ, զուտ այդ չի, հա, բայց դա շատ կարևոր բան է, որ մենք ինչ-որ բան միասին բայց այդ ռոմանտիկան, եթե մի կողմ դնենք, դու օրինակ չէիր ուզի, որ այդ ամեն ինչի փոխարեն 10 տարի վարկ փակելու փոխարեն մենք ինչ որ ունենայինք բնակարան եւ ես կուզեի մենք սպորտզալով, բասեյնով, բնակարան ունենայինք, մի հատ մեքենա ունենայի օֆրոդի համար, մի հատ Ferrari ունենայի։ Չէ, մինիմալ բանից եմ ես խոսում, չեմ ասում Lamborghini ունենալ։ Ինչ ես կուզենայի, հա, բայց այդ ուզում ես, օքեյ, ստեղծի։ Պետք է տալ երեխային։ Չէ, ես տենց չեմ մտածում։ Մաշա, բայց այս առումով արդյոք դուք այսօր այս կետում ու այսպեսին կլինեիք, եթե անցած չլինեիք այն ճանապարհը, որը անցել եք։ Սուբյեկտիվ կլինի, էլի, եթե ասեմ, չէ, հաստատ չենք լինի կամ հաստատ կլինենք, ու խոսքը այդ իրանշած Lamborghini կամ ինչ որ առանձնատան մասին չի, ինչ որ հիմքի մասին, հա, որ ես մտածում եմ, որ երեխան պետք է այդ մեջքի զգացումը ունենա, որ եթե իհարկե հնարավորություն ունի ծնողը, ինչու ոչ այդ փոքրիկ ինչ որ, չգիտեմ, չեմ ասում, ինչ որ առանձնատուն տա, մի հատ փոքրիկ մի անկյուն տա երեխային, որ երեխան վստահ լինի ու կապ չունի իմ համար տղա թե աղջիկ, որովհետև մեր օրերում շատ կանայք անցած օրը այդ էին քննարկում, չեն բաժանվում, հա, ինչ որ աբյուզիվ հարաբերությունների մեջ են, զուտ որովհետև գնալու տեղ չունեն։ Իսկ եթե ինքը իմանա այդ իր փոքրիկ անկյունը ունի, ինձ թվում է ուրիշ ձև կտնօրինի մարդը իր կյանքը։ Այն շրջանում, երբ նոր էիք ամուսնացել ու կային այդ բացերը, դու ինչպես էիր ընկալում հենց այդ շրջանը քո կյանքի, այդ շրջանում ոչ թե հիմա հետայաց։ Այդ շրջանում ես ընկալում էի, որ ոնց կա այդպես պետքա լինի։ Չգիտեմ ինչի, իմ մոտ այդպիսի տպավորություն էր, որ մեր կյանքը գնում է ինչ որ իր հունով ու ես ցենց շատ երջանիկ եմ, շատ երիտասարդ եմ։ Միակ բանը, որ չնայած երիտասարդությանը ընկալում էի, որ երեխան շատ մեծ պատասխանատվություն է, ես երբեք այդ չեմ ընդունում, որ այդ գալչկայի համար, հա, հայերեն ոնց ասեմ, որ ճիշտ պատկերացնեն մարդիկ, այն Instagram-ին կանաչ գալչկան որ կա, դրա համար երեխային ունենում, որ ապահովեն, որ ունեցան, կամ մի հատ տղա աղջիկ են ունեն, որ 2 սեռից է ունենան, այլ շատ պատասխանատվություններ ու Նարեկն է կիսել է իմ հետ այդ միտքը, որ պետքա ինչ-որ հիմք ստեղծել, նոր երեխային պլանավորել, նախ գրագետ պլանավորել, եւ մենք միանգամից տենց չենք ունեցել էլի առանց աթոռի սեղանի ու վարակույրի, ինչ-որ ոդք են կանգնել, նոր ենք ունեցել, բայց այդ սկիզբը մնացած հարցերում ես մտածել եմ, այդպես է ձևը, այդպես պետքա լինի։ Տղամարդու համար եւ ամեն դեպքում, հա, այդ սեռային առանձնահատկություններից ելնելով հաճելի է, երբ կինը հենվում է իր վրա եւ շատ մեծ պատասխանատվություն կա, այսինքն
դու միևնույն է շատ մտածում ես ինչպես հասցնել մեկ օր շուտ ունենալ այդ վարակույրը, աթոռը, սեղանը։ Այդ պատասխանատվությունն էլ բավականին ուղեղը հոգնեցնող է եւ ինչ որ առումով դժվարություն կարող է ստեղծել հոգեբանական տեսանկյունից։ Դու ինչպես էիր անցնում այդ շրջանը։ Դե, հա, ուզում էի որ sense հնարավորինս ամեն ինչ լինի ու ուղղակի ավելի շատ էի process-ում աշխատում, որպեսզի հնարավորինս արագ դա լինի, էլի, բայց ես հաճույք էի ստանում process-ից, որ այսօր էս մի բանը չկա, հետո գնացինք առանք։ Նարեկը երբեք չի եղել այն մարդկանցից, ովքեր ռացիոնալ չեն, հա, օրինակ տղաներ կան շատ փող ունեն, շքեղություններ, ցուցադրական բաներ, ինքը մենակով, ճիշտ է վարկով, բայց գնել է մեր տունը, մենակով այդ վերանորոգում այդ ամեն ինչ ինքը մենակ է արել, գումարած հարսանիքը մեր, այսինքն ինքը այդ ամբողջ ընթացքում, որ ասում ես լավ աշխատանք եմ ունեցել, ինքը տնտեսել է, հավաքել է, ինքը հասկացել է, որ ինչ որ պահի պետքա գա այդ պահը, որ ինքը տուն ունենա, կին ունենա, ընտանիք ունենա ու այդ ամեն ինչը ինքը մենակով ու ես շատ հպարտանում եմ, որ ինքը այդ տեսակն է, էլի։ Մաշա, իսկ այն ժամանակ դու դիտարկում էիր, որ այն քեզ օգնել են, հարսանիքը մենակով չեմ։ Դե նկատի ունեմ պապաս։ Չէ, ծնողներն իհարկե։ Մաշա, իսկ դու այն ժամանակ դիտարկում էիր, այն Նարեկը այսպիսի հատկանիշներ ունի, թե դու սիրահարված էիր, ուղղակի այդ բոլոր հատկանիշները որպես բոնուս շատ լավ է որ ուներ ինքը։ Հիմա չգիտեմ, բայց ինձ թվում է ենթագիտակցորեն ես շատ գծեր իմ պապային նմանացնելով այդ աշխատասիրությունը, որ ես երբեք չեմ հիշում, ինչ որ պապաս պարապ բազմոցին պարկած լիներ, այն դժվար տարիներին 90-ականներին ինքը առավոտից գիշեր միշտ աշխատել է եւ այլն, ու ինձ թվում է ենթագիտակցորեն հիմա որ վերլուծում եմ, բայց այդ ժամանակ ես այնքան երիտասարդ էի, որ իրան հանդիպել էի, ու ես այնքան ուրիշ մարդ էի, ես անգամ մեկ մտածում եմ Նարեկը ոնց այդ ժամանակ ինձ սիրահարվեց, այնց շատ խենթ երեխա էի, էլի։ Ինչ իմաստով։ Փոխպիճակներ էր գլխի։ Ոչ մի բանի ես լուրջ չէի այդ ընթացքում ընդունում, մոտենում։ Ինձ մենակ ասել էին քո կյանքի նպատակը, դու մի մտածի ոչ աշխատել, ոչ մի բան, դու սովորելն է, դու այս շրջանում ոչ ընկեր ունեցի, ոչ մի բան, դու սովորելուդ վրա կենտրոնացի, ու ես ուրիշ ոչ մի թեմայով չի խորանում, էլի։ Դրա համար չեմ կարող էլի ասել, որ այո, երբ 19 տարեկանում նրան տեսա, միանգամից ես այդ սաղ վերլուծեցի ու հասկացա, որ հենց ինքնա որ կա սուտ կլինի։ Մեր ծնողները շատ հետաքրքիր շրջանում են, էլի, ապրել, երբ որ այն ինչ որ իրանք պատրաստվում էին կամ արդեն կային իրանք մասնագիտական ոլորտներում, մի օրում սա փոխվեց ու սկսեցին хочешь жить, умей вертеться սկզբունքով, հա։ Իմ պապան պատմության գիտությունների տեխնացու, տենց դասախոս, տենց գիտնական լուրջ, ու մեկ էլ տենց սա փոխվեց, հա, ու մեկ էլ ինքը Ռուսաստանում տուրիստական գործակալություն է բացում, տենց իրար հետ ոչ մի կապ չունեցող հենց ինչ որ բաներ են, բայց ոնց որ իրանք այդ շրջանը կարողացան բան անել, դրա համար մենք իրանց նայելով հասկացել ենք, որ այս խաղի այսուհետ սրանք են։ Հիմա ճիշտ է, հա, ավելի իրավիճակը ստաբիլացել է, տենց մեծ shift չի լինելու, բայց դու հասկանում ես, որ այդ 9-ից 6 աշխատանքով ոչ մի բան չի լինելու։ Իրականում մենք շատ հետաքրքիր ժամանակաշրջանում ծնվեցինք ու ձևավորվեցինք, որովհետև այդ փոփոխությունների շրջանը մեզ մի կողմից սովորեցրեց շատ ավելի հարմարվող լինել, մյուս կողմից նույն երևույթի ճիշտ հակառակը հարմարվող չլինել, ստեղծել հնարավորություններ ինքներս մեզ համար։ Միաժամանակ գալիս է կյանքում մի շրջան, երբ որ դու ուզում ես ուղղակի հանգիստ ապրել, չպայքարել այնտեղի համար, որը ունես մոլորակի տակ։ Արդյոք կյանքում ինչ որ մի շրջան ունեցել եք, որ ուղղակի հանգիստ ապրեք։ Երևի չէ։ Հումորացի։ Բայց ինչ որ բայ երևի կգա։ Գիտես ոնց, այտենց բան չի, որովհետև ես ինձ շատ երջանիկ եմ համարում այն առումով, որ իսկականից ես իմ նիտեմ որ ասում են քո հոբիով ես զբաղվում կամ քո սիրած բանով ես զբաղվում, դիտես չի նկարագրում, էլի ես կարելի ասել հորինել եմ իմ աշխատանքը, էլի, որովհետև ինչ որ ես անում եմ, իջև չի եղել ու ոչ ոք չի մտածել, որ այդ նույն բանը կարա անի, այտենց ոնց որ ես ու Սերգեյը որոշել ենք, որ այտենց բան պետք է լինի, իջև այդ ինքը չկար ու հիմա կա։ Ամուսնությունից որքան ժամանակ հետո սկսեցիք արդեն կայունանալ ու հասկանալ, որ այն մինիմալ բազան, որը պետք է արդեն ունեք։
Երևի մի 3 տարի հետո արդեն մեր տղան ծնվեց, դրանից առաջ, այսինքն երբ որ զգացինք, որ արդեն մինիմալ բազա ունենք, սկսեցինք պլանավորել արդեն երեխա ունենալ։ Հա, որտեղ դες չենք ուզենա, էլի, որ ինքը տենց լույս աշխարհ գարում ինչ որ բան չէր լինել, էլի։ Այնպես չէր լինելու, որ վատ էր լինելու կամ չէ, ուզում եմ ասեմ միշտ լավ ենք, էլի, աշխատել, բայց ոնց որ մեր ուզածն ենք ուզում իրան Sense տալ որ չմտածենք որ դպրոցը գնա, ցանկացած դպրոց մեր համար դռները բաց լիներ, այն առումով որ ի վիճակի ենք դրա համար վճարել, հետո նոր որոշենք եւ ցանկացած մանկապարտեզ մեր by default բաց լիներ, որ okay, կարանք ստեղ գնանք, բայց նախընտրում ենք ստեղ գնանք, բայց այն բանը չի որ անպայման պետքա տանենք պետական, որովհետեւ այլ ճար չունենք, էլի։ Երեխա ունենալու ցանկություն ավելի վաղ ունեիք, ուղղակի սպասում էիք ֆինանսական պատրաստվածությանը, թե հոգեպես էլ մինչև այդ դեռ պատրաստ չէիք երեխա ունենալու։ Մեջ, չէ, Ես 3 տարվա մեջ հոգեպես երևի հաստատ առաջի պատրաստ տարին չեմ։ հաստատ հոգեպես ոչ ես ոչ ինքը պատրաստ ենք, դա գնալով տենց ինչ որ ամեն ինչ սկսեց ստաբիլանալ բան, կարող է ինչ որ մի տարի էս կոմ, բայց մեծ հաշվով ամեն ինչ եղավ հենց այն բային, երբ որ պետքա լիներ իր ճիշտ բային եղավ։ Իմ գործընկեր Լուսին Օրգանիքսի կողմից Մաշա, այս նվերը քոնն է։ Լուսին Օրգանիքսը բնական խնամքի միջոցներ է ներկայացնում։ Իրականում Նարեկն էլ կարող է օգտվել այս խնամքի միջոցներից, որովհետև տղամարդկանց մաշկը եւս խնամքի կարիք ունի, բայց մենք սոլիդարություն ենք անում եւ քեզ ենք նվիրում։ Ես ծանոթ եմ իդեպ Լուսին Օրգանիքսին ու դժվար Նարեկին հասնի այս նվերը։ Այստեղ ներկայացված է սկրաբը եւ վիտամին C-ով շիճուկը, իրականում Դե լավ, էլի, ես գնում եմ։ Վիտամին C-ով շիճուկ է ուզում։ Իրար հետ կօգտվենք։ Լավ։ կարող եք Կկիսենք, բաժանել կկիսենք։ երկու մասի։ Վիտամին C-ով շիճուկը ես էլ եմ շատ սիրում, հայտնաբերելուց հետո էլ չեմ կարող Շարունակեք նկարագրել ինչ լավն է այն բանը, որ ես չստացա։ Մաշա կկիսես։ Հա, կկիսվենք։ Ես իրանցից էլի ունեմ տունը բաներ։ Բախչերս։ Վիտամին C-ով շիճուկը Նարեկի սկրաբը քեզ սկրաբն էլ է շատ լավ, նուրբ, շերտազատող։ Իմ սիրած սկրաբերն է։ Շերտ ազատողներ։ Չենք ուզի ձեր տունը կռիվ գցել, բայց տունը կհասկանաք ոնց եք Լուսինը բաժանում մեզ նանում։ միատեք ուղարկի։ Ինձ թվում է արդեն հասկացա։ Եմ բլոգերություն, հա, ուզվարեց։ Ամենամեծ ճգնաժամը հարաբերությունների, որ ես հիմա կարամ ասեմ, այդ երբ որ երեխան նոր էր ծնվել ու իմ մոտ հետծննդաբերական դեպրեսիա էր, բայց ես այդ ժամանակ չգիտեի, որ դա լուրջ ախտորոշում է ու դա հիմա ինչ որ անկապ մեկը մի օր մի քիչ տխուր է, դա մտածում եմ դեպրեսիա, ես հիմա շատ ծանր եմ այդ տերմինը, որ մարդիկ կիրառում են տանում, որովհետև ասում եմ դա լուրջ ախտորոշում է, ես գնացել եմ, ես նյարդաբանի մոտ եմ գնաց եւ այլ Այսինքն այդ շրջանում ես շիգե որ դա հետծննդաբերական դեպրեսիա է ու ես որ ինձ հիշում եմ այդ շրջանում ես Նարեկի փոխարեն ուղղակի չէի դիմանա ինձ որտեվ ասենց ուղղակի ինքը կարող է արթնանար գիշերը 2-ին տեներ ես երեխուն գրկած լացում եմ ասում եմ ինչի ես լացում ասում եմ չգիտեմ ես ինչի եմ լացում ասենց ինչ որ անհասկանալի փոփոխությունների ֆոնին շատ վատ է ինձ այդ շրջանում զգում ու այդ շրջանում երբ մենք չենք բաժանվել այդ սաղ Նարեկն է արել որովհետև չի եմ ոնց է ուղղակի դիմացել ինձ ես որ ինձ հիշում եմ այդ ես չէի ուղղակի չէ ուրիշ մարդ էր Դու դեռ շատ երիտասարդ էիր այդ շրջանում դա էլ նպաստեց թե դա հորմոնալ ֆոն էր 25 տարեկան էի ու մի 3 տարի անցել էր մեր ամուսնությունից ու ինձ թվում էր ես այնքան պատրաստ եմ որտեվ մենք տենց պլանավորել ենք մենք գնացել ենք ստուգվել ենք այն ժամանակ դա ցենց չլսված բան էր էլի մարդիկ ամուսնանում երեխա ունենան պլանավորելը որն է Ստուգվելը դե ի նկատի ունեմ որ հասկացել հասկացել ենք որ պատրաստ ենք համ ֆիզիկապես հետո Չէ, բայց պասեսի կարևոր է մարդկանց ոչ թե ստուգվել ենք որ ինչ-որ բան չէր ստացվում դրա համար ենք ստուգվել այլ ստուգվել ենք որ առողջ Նորմալ է ստուգվելու process-ը չեն անում հա ես Այսինքն լիարժեք են ընկեր օրոլոգը Դավիթը դες պատմում է էլի դա ինչքան կարևոր է որ երեխա ունենալուց առաջ բան անեն ու ասում եմ եթե այդ կարևոր է էլի որ մարդիկ նայում են հատկապես կանայք են հաճախ նայում հասկանալ որ ասենք եթե կանանց մոտ այդ սաղեց ստուգումները ինչ որ տենց մի 6 ամսվա ու մի 300,000-վա ասենց ինչ որ պատմություն է դա մարդկանց մոտ տենց մի 3000-ին տենց մի երկու ստուգումա որը շատ արագ ալնում ու պետք ինչ որ բան չստացվի որ դա անեք այլ հակառակը պետք է դա նախորոք անել որ հետո ինչ որ տենց
տհաճանակնկալ չլինի։ Ու ինձ թվում է այդ դեպրեսիան նաև դա է, ինձ թվում է ես լիարժեք ես գիտակից եմ եկել, մենք չենք ամուսնացել, ես հաջորդ օրը չեմ հղիացել, ես 100 հատ գրականություն եմ կարդացել, ասենց այն որ ինձ թվում էր ես արդեն ասենց պատրաստ եմ կրծքով կերակրմանը, ես արդեն գիտեի, որ կրծքով պետքա կերակրեմ, բայց որ ծնվում է ու քո այդ գլխի նկարը խախտվում է, այսինքն կերակրում ես, գում ես չի ստացվում այդ կերակրումը քո մոտ, տենց տարբեր մասնագետների դիմեցինք, ասենց տարբեր հարցեր, որ զգում ես շատ դժվար է ավելի ստացվում, քան դու ես պատկերացնում։ Իսկ թվում է նաև այդ նպաստեց, դու պլյուս համ էլ հորմոնալ այդ փոփոխությունները, այդ ֆոնը, համ այն, որ հիմնականում մենք մենակ էինք, այսինքն ճիշտ է մաման օրինակ 40 օր եկել է, ու թվում է մաման 3 երեխա մեծացրել, ինքը սենց պետքա բան լինի, բայց պահի տակ սենց մաման էլ էր խառնվում իրար, որտեվ առաջվա մեթոդները ուրիշ էին, հիմիկվա մեթոդները ուրիշ են։ Իսկ ինչպես հաղթահարեցիք այդ շրջանը, արդեն մասնագետների դիմելով, թե նաև իրար հոգեբանորեն աջակցելով։ Ամենաառաջինը ես միշտ ասում եմ, որ Նարեկն է օգնել ասելով, ես չեմ ինքը ինչ արել, ես ասում եմ, որ հիմա հետ եմ նայում, այդ ուղղակի ես չէի, ու առաջի երեխեն էր եւ ինքը մտածում էր ուղղակի ձևնատես կանայք գժվում են որ երեխա ունեն եւ ի մտածում էր որ կանայք գժվում են երեխա ունեն չէ հեսա դու կպատասխանես դու ինչ ես մտածել բայց մենք որ խոսում ենք հիմա դժվարություններից ես հիշում եմ այդ իմ դժվար հղիությունը իմ դժվար այդ հետծննդաբերական շրջանը իսկ ինքը հիշում է ինձ այսինքն իր համար տրավմատիկ է իմ վիճակը իսկ իմ համար տրավմատիկ է այդ երեխու հետ կապված փուլերը։ Ինչ էիր անում, որպեսզի կարողանաս հաղթահարել այդ շրջանը ու ի վերջո դու տեսնում էիր քո կնոջը, որի էմոցիոնալ դաշտը փոխվել է, տրամադրությունը փոխվել է, բայց դու գիտես, որ ինքը սովորաբար այսպիսին է, այսինքն պետք է Մաշային ճիշտ օգնություն ցուցաբերել, որպեսզի ինքը կարողանա վերադառնալ իր հիմնական վիճակին։ Լսի, հիմա հետ գնալով տենց որ ասել, այ ես նկատեցի սա, հետևաբար արեցի սա, որպեսզի լինի սենց, դա սուտ կլինի։ Ըստ իրավիճակի փորձում էի հնարավորինս օգտակար լինել, որտեղ կարայի եւ որտեղ չէի կարա, հա, երևի շատը դա էր, որ տենց ամեն ինչին մասնակցել եմ, բացի ծննդաբերելուց։ Ու կրծքով կերակրում։ Տաշը կարելի ասել դրան էլ եմ մասնակցել ինչ-որ չափով, որտեղ գիշերը գնում էի այդ մասնագետներին տարբեր տեսակի բան, այդպես ֆորմալ եւ ոչ ֆորմալ բերում էի, հա։ Մի խոսքով, ուղղակի պետքա տենց կողքը լինես ու փորձես, որտեղ հասկանում ես ինչքան է դից բարդ է, ու վերջում մենք նոր մարդ ենք ստեղծել, ու տենց ամեն ինչ անում ես դողում ես վրան, դա մի քիչ այդ առաջի անգամ երևի ծնող դառնալու բանն է, այն որ ասում եմ, չէ, առաջի երեխու վրա դողում են, երկրորդին, բերում ես։ Իսկ պատրաստ եք կամ մտածում եք երկրորդ երեխա ունենալու մասին, թե սա ձեր կյանքում առաջնային հարց չէ։ Մենք ինչ որ շրջան շատ խոսել ենք այդ մասին ու գիտեք գալիս է պահ, որ դու չես հասկանում դու իրոք ուզում ես երկրորդ երեխա, թե արդեն այդ հանրային ճնշումն է, որտեղ պետքա ամուսնանաս, հետո պետքա երեխա ունենաս, հետո պետքա երկրորդին ունենաս։ Ես վստահ եմ, եթե երկրորդը տղա լինի, պետքա այնքան ունենաս, մինչև աղջիկ ունենա։ Բայց եթե մարդկանց շրջանցենք, որովհետև մենք անդադ խոսում ենք մարդիկ ինչ են որովհետև ես ուզում եմ դուք խոսեք դուք ինչ եք դու ուզում։ չես հասկանում, դա հանրային ճնշումն է, թե քո զգացածն է, դու իսկապես ուզում ես։ Ու երբ որ դեկրետս վերջացավ, ես վերադարձա իմ աշխատանքին, ու տենց ինչ որ քննարկեցինք, հա, երկրորդ երեխայի հարցը, ես ռեալ զգում էի, որ ես պատրաստ չեմ, բայց քննարկեցինք ինքն օբյեկտիվորեն երկրորդ երեխան ինքը ասես դու հիշում ես քեզ առհասարակ։ Երկրորդ երեխան ունենալու ամենալավ շրջանը դա հենց ամիջապես հետոն է, որ հետո իրանք իրար հետ կմեծանան, այդ պլյուսերը անհամեմատ ավելի շատ են, քան եթե 4 տարի հետո ունենաս կամ արդեն մեր դեպքում 9, հա, բայց այդ փուլում մենք չարեցինք, որովհետև իր համ հղիությունն էր շատ բարդ, համ այդ հետծննդականն էր բավականին դժվար, դրա համար տենց ոնց էր ես իր առողջության համար էի նաև բանանում, որ չանցնի էլի նորից։ Ու ես մարդեի, ով անգամ ատամ հաշված ատամ ունեի բուժած մինչև երեխային, այսինքն այդ տենց լավ առողջություն էի ունեցել, ու երեխուց հետո ասես կտրուկ զգում ես, որ սաղ ատամներից փչացավ, ինչ որ մազը է թափվում, ասեն։ Լիքը առողջական խնդիրներ են առաջ գալիս, հա։ Շատ անգամ հիվանդանոցում ապարկել հղի շրջանը, հեշտ չի անցել, էլի,
Մարդիկան իսկական են, որ բավականին տենց հեշտ անցնում, մեր դա չէր։ Ճգնաժամային փուլը, որ կոնկրետ բաժանվելու փուլ, որ կոնկրետ եղել է, որ ես մտածել եմ վերջ, այդ երևի մենակ այդ հետծննդաբերական շրջանն է եղել, դրա համար Նարեկը ստրեսատար երեխաչից։ Ասում լավ ապրում ենք, չենք կռվում իրար։ Բայց ես կուզենայի աղջիկ մի հատ էլ, բայց Ամր չգիտես էլի։ Բայց ես բաժանվենք թե։ Այս ինձ մոտ տարբեր հայրության տեսակներ են, էլի, լրիվ նույնը չի, էլի։ Պարզ ամեն երեխայի հետ sense տնենց 7 հատ տղա էլ լինի, 7-ն է տարբեր են, դա չեմ ասում, բայց ինքս ինձ մոտ տեսակով ուրիշ տեսակի հայրություն է, էլի։ Ոնց որ նպատակ արդեն սկսել։ Կտա, չի տա։ Նարեկ, իսկ այս պարագայում, երբ հղիության ընթացքն է ու դուք բավականին դժվար շրջանով եք անցնում, մենք միշտ խոսում ենք կանանց հոգեվիճակի, կանանց իրավիճակի մասին, բայց տղամարդու համար էլ, հա, այստեղ երևի թե գալիս է այդ անօգնականությունը, որովհետև դու կարող ես դիմել բժիշկների, դու կարող ես ապավինել բժիշկներին, բայց երբեմն լինում է դեպքեր, երբ հարազատդ հիվանդանոցում է, դու ուզում ես օգնել եւ քեզ այնքան անօգնական ես զգում, որովհետև ոչինչ չես կարողանում անել։ Հա, հենց այդ էլ զգում ես։ Այստեղ են ոչինչով չբացատրելի վախն է, ու որ դու ոչինչ, բացի նրանից որ մի քիչ տարար լավ բժիշկի մոտ, ուրիշ ոչինչ չես կարող անես, որ կամ սենց լինի, կամ նենց լինի, սենց պրոստը պետք է աղոթես, որ լավ լինի։ Դու այդտեղ լրիվ անօգնական ինչ որ սենց բան ես ու այդ հենց այն բանն է, էլի, սենց վառ վախի sense բաներ, որ մտածում եմ հանգարց մի բան չլինի, որովհետեւ ու կողքդ է դրամատիկ կինա, որ ասում է թե մի բան է, երախում կտրես, ինչ չընտրես։ Մենք շուտ հա ինքս էս տեքստեր է ասում։ Հա պատկերացրու դու ընդհանուր վախենում ես, ինքն էլ այսպես տեքստեր է, էլի քեզ ասում եմ, որ она уже смирилась, որ ես միայնակ այրեմ, էլի։ Մոտավորապես, հա, ես համիրան ես բանը, նո, դες լմի գնա, լմես պետք։ Հա, ես այդպես ինչ որ բան, բայց ես հիշում եմ, որ այդպես վախի ամենավառ, sense երևի դրսևորումների մոտ որ եղել է։ Բայց նմանատիպ վտանգ կար Մաշայի եւ երեխայի կյանքի միջև ընտրելու, թե դա արդեն Մաշայի վախերն էին։ Դե ինչ որ տենց մի քանի պահ կար որ կարար տենց բան, երևի տենց շատ լուրջ չէ, որովհետեւ տենց մարդիկ ավելի բետայի մեջով են անցել։ Հա, բայց մեզ անդաց դժացնում էին։ Հա, տենց շատ թեթևել չէր, էլի։ Տարբեր ելքեր կարան լինեն, ու տենց ես իրոնի բռնախում։ Հա, ինքն էլ փոխանակ տենց ասի, ոչ չեն նայ, հանգարց ինչ չընտրես։ Ինձ մենակ կինաներում այլ է տենց նոր։ Մեկին պետք է բարեք։ Դու պետք է որոշումը կայացնես։ Քեզ համար Մաշա այդ շրջանը հոգեբանորեն էր նաև դժվար, թե երբեմն լինում է որ ֆիզիկապես այնքան դժվար է, որ դու հոգեբանորեն չես հասցնում շատ հարցերի մասին մտածել, ուղղակի այդ ցավերը եւ ֆիզիկական խնդիրները հաղթահարելու խնդիր կա։ Հոգեբանորեն դժվար էր, բայց այս խելքով ավելի դժվար կտանեի վստահ։ Ու այդ շրջանում մամաս 24 ժամ ուղղակի իմ կողքն էր։ Ես մի քանի անգամ պարկել եմ հիվանդանոց, մաման իմ հետ էր, ինձ քայլել չէին թողում, տանը մաման էր գալիս ամեն ինչ անում, ինձ սենց կերակրում, պարկած, բարես ուղիղ իմաստով։ Ու որ մաման իմ հետ էր, Նարեկը իմ կողքին էր, չգիտեմ, քուրիկս կար, սաղ ընտանիքս ոնց որ իմ շուրջ էր այդ ամեն ինչը, ու բոլորը sense շատ փայփայում էին, էլի շատ հոգ էին տանում իմ մասին, ես մենակ այդ մտածում էի երեխու մասին, անկեղծ ես այդ շրջանում մենակ մտածել եմ իր մասին, որ ամեն ինչ իր հետ լավ լինի, որովհետև մեծ պատասխանատվություն է։ Սերը բուժի։ Իմ գործընկեր իմպլանտում ստոմատոլոգիական եւ կոսմետոլոգիական կլինիկայի կողմից ձեզ նվեր քարտեր։ Մաշա Նարեկին էլ դուր։ Իրան են բոլորը Մեկը Նարեկին, չէ, բոլորը տալու են, որտեվ ինքը չի զբաղվում իր ատամներով, ես հենց հիմա իմ ատամների բուժման փուլում եմ, ու իրան էլ եմ հորդորում։ Այ քեզ նայելով չեմ զբաղվում։ Այս դեպքում, երբ որ զբաղվես, վստահ եմ, որ սիրով կշարունակես զբաղվել, որովհետև իմպլանտումի հիմնադիրը Հայաստանի գլխավոր ստոմատոլոգն է, վստահաբար շատ լավ ստոմատոլոգ է, կլինիկան շատ բարեխիղճ վերաբերմունք ունի իր այցելուների հանդեպ, այնպես որ վստահ եմ, որ եթե Մաշային նայելով չես զբաղվում, Մաշան քեզ նայելով կսկսի ավելի շատ զբաղվել։ Հայաստանի գլխավոր ներքևի 4-րդը կբերեմ ձեր մոտ։ Ինքը հասկացավ։
Սարը բուժեց։ Դավիթ Մաթևոսյան, Հայաստանում ստոմատոլոգիայի գծով գլխավոր մասնագետ, իմպլանտում ստոմատոլոգիական եւ կոսմետոլոգիական կլինիկայի հիմնադիր։ Բացի այն, որ դուք ունեք ձեր կլինիկան Հայաստանում, Ռուսաստանում, Միացյալ Նահանգներում, նաեւ Հայաստանում ոլորտի պատասխանատուներից մեկն եք։ Այսօր ստոմատոլոգիական ոլորտում ինչ խնդիրներ են առկա։ Կարծում եմ, որ տենց ոլորտ չկա, որը որ խնդիրներ չունենա, նույն ձև ստոմատոլոգիան ունի խնդիրներ, որը որ ժամանակի ընթացքում փորձում ենք հնարավորինս շտկել, հնարավորինս հղկել։ Կոնկրետ իմ աշխատանքը տարբեր երկրներում եւ կլինիկաների փորձը տարբեր երկրներում ինձ շատ է նպաստում այն տեսանկյունից, որ երբ որ աշխատում ես այլ երկրներում եւ առնչվում ես իրենց խնդիրների հետ, հասկանում ես, որ այդ առումով բոլոր տեղերում էլ խնդիրներ կան եւ փորձում ենք հնարավորինս մեր երկրում մեր ոլորտի խնդիրները հաշվի առնելով մնացած երկրներում փորձը կարողանալ լավագույնը ներդնել այստեղ Հայաստանում։ Անկախ ամեն ինչից մենք տարբեր երկրներում ունենալով կլինիկաներ մաքսիմալ մեր ուշադրությունը եւ շեշտը դնում ենք Հայաստանում կլինիկայի վրա եւ Հայաստանում ստոմատոլոգիան զարգացնելու վրա։ Ու տարիներ շարունակ մեր աշխատանքն էլ հենց այդ ուղղությամբ է եղել, որպեսզի Հայաստանում առավել զարգանա ստոմատոլոգիայի ոլորտը։ Մենք խոսեցինք, հա, կլինիկան բացվեց Միացյալ Նահանգներում, կլինիկան բացվեց Մոսկվայում, բայց միշտ չենք խոսում այն մասին, ինչպես բացվեց Երևանի կլինիկան, որովհետև այս ամեն ինչի հիմքում Երևանի կլինիկան էր ու նույնիսկ Միացյալ Նահանգների եւ Մոսկվայի պացիենտների հիմքում էր Երևանի կլինիկան։ Ինչպես սկսվեց ամեն ինչ։ Ես ավարտեցի Երևանի պետական բժշկական համալսարանը, ունեի ընտրություն աշխատել ինչ-որ միտեղ որպես բժիշկ ստոմատոլոգ, թե սկսել իմ կլինիկայով, միշտ այդ խնդիրը կա, երբ որ մարդիկ նոր են ավարտում, թե ոնց սկսել։ Իրականում, երբ որ սկսում ես քո կլինիկայով ճանապարհը ինքը մի քիչ ավելի բարդ է, ճանապարհը դժվար է, երբ որ ինչ-որ միտեղ ես մտնում, սկսում աշխատել որպես բժիշկ, ավելի հեշտ է ընթացքը։ Բայց ես իմ տեսակով նենց եմ, որ հենց սկզբից միտք ունեի, որ պետքա իմը ստեղծեմ ու արդեն ապրում էի այդ մտքերով, որ պետքա իմը ստեղծեմ, ինչ ունենամ հետագայում ու որոշեցի հիմնել կլինիկան։ Իմ կլինիկան, երբ որ ես հիմնեցի, սկսեցի աշխատել, ինքը ոնց որ կան տենց կլինիկաներ, բժիշկ կլինիկա էր, մի բժիշկ կլինիկա էր, այսինքն ես ունեի մի բազկաթոռ, մի բուժքույր, ասիստենտ, ով որ ունիվերսալ էր, անում էր ամեն ինչ, գիտեմ, ադմինիստրատորի աշխատանք, ստերիլիզացիայի աշխատանք, ինձ էր օգնում, մնացած բոլոր ու մենակով աշխատում էի, դրանից հետո արդեն կամաց պացիենտների շատացմամբ զգացինք, որ արդեն երբ որ պացիենտները շատացան, զգացի, որ ես էլ չեմ հասցնում բոլորին սպասարկեմ, արդեն ներգրավեցինք բժիշկներ։ Սկզբից ընկերս միացավ, հետը սկսեց աշխատել ու տենց շարունակ։ Հենց աշխատանքի սկզբից, երբ որ ես աշխատում եմ, արդեն երբ որ զգացի, որ անհնար է, որ ես չեմ կարողանում ուղղակի ֆիզիկապես հնարավոր չի այդքան պացիենտին ընդունել, արդեն միտք առաջացավ ընդլայնվելու ու քայլ առ քայլ ունեցանք այն ինչ ունեցանք։ Ու այդպես Արշակունյացի կլինիկային հիմա Երևանում միացել է նաև նոր հասցե Կոմիտասում արդեն գործում է իմպլանտումը ու սա նաև պատմություն է այսպես քայլ-քայլ առաջ գնալու մասին, հա։ Ու հիմա այսպես խոսում էր, նոր ես հասկացա, թե ինչու դու ված չես վերաբերվում, երբ նոր ավարտ ուսանողները կլինիկաներ են բացում ու ամեն քայլափոխի, օրինակ ես ասում եմ, վայ, էլի ստոմատոլոգիա է բացվել, դու փաստորեն դրան շատ ավելի դրական ես վերաբերվում, որովհետև ինքդ այդ ճանապարհով ես գնացել։ Այո, ես ինքս այդ ճանապարհով եմ գնացել ու միշտ քաջալերում եմ նման մարդկանց, ովքեր որ ցանկանում են իրենց սեփականը ստեղծել, իրենց տանել առաջ, իհարկե այստեղ նաև տեսակի հարց է, որտեվ այն ռեսուրսները ու այն ժամանակային եւ մնացած ռեսուրսները, որոնք որ դու ծախսում ես քոնը ստեղծելու վրա, այդ կլինիկայի աճելու եւ մնացած գործունեությունների վրա, այդ շատ դժվար է ու ընտրություն կայացնելուց իհարկե պետքա խորը մտածել։
Իհարկե, այստեղ կա նաև կարևոր հարց, հա, երբեմն կարող է նախաձեռնես ու ձախողես, իհարկե ձախողել դա դեռ չի նշանակում, որ վերջ դռները փակում ենք ու գնում ենք տուն, կարող ես մի քանի անգամ ձախողել, հետո հաջողել, բայց իմպլանտումի պատմությունը այդ մասին չէր, հա, միանգամից քայլ-քայլ սկսեցիր աճել ու առաջ գնալ, որտեղ էր այդ հիմքը ու որտեղ էր գաղտնիքը, որ չձախողեցիր, որովհետև կար նաև մեծ ռիսկ, երիտասարդ մասնագետ կարող է ձախողել։ Գիտես, երևի այս առումով շատ մեծ նշանակություն ունի մարդու հոգեվիճակը ու իր տրամադրվածությունը։ Իսկ այդ հոգեվիճակի եւ տրամադրվածության մեջ հենց մենակ դու ինքդ քեզնով չես կարող լինել։ Շատ մեծ նշանակություն ունի ընտանիքը, կողակիցդ, ովքեր են քո կողքը կանգնած, ոնց են քեզ քաջալերում, ինչքան են քո մնացած այլ հոգսերը թեթևացնում, այսինքն այդ ամբողջը մեծ իր նշանակությունն է ու այս առաջընթացը ինքը ասել որ մենակ քոննա, տենց չի։ Հաջողությանը միայնակ չես հասնում, դրա հիմքում եւ քո թիմն է, ում հետ որ ամենօրյա աշխատանքներ ես տանում, ինչպես նաեւ քո կողքի ամենամոտ մարդիկ, ովքեր որ ամեն օր քեզ քաջալերում են ու նաև անհաջողությունների դեպքում էլ սատար կանգնում։ Եթե չեմ սխալվում, դու հենց բժիշկների ընտանիքից ես։ Այո, բժիշկների ընտանիքից եմ, ծնվել եմ բժիշկների ընտանիքում, կինս էլ է բժիշկ, իմպլանտումի կոսմետոլոգիական ուղղությունն էլ հենց Ելենան է զարգացնում։ Նարեկի աջակցությունը առօրյա հոգսերի մեջ ունես։ Այս շրջանում ընդհանրապես չունեմ, չէ, բայց հենց սկզբից շատ ամեն ինչը միասին ենք արել, ամեն ինչը կիսել ենք, երբ որ երեխան փոքր ա եղել։ Ես չեմ հիշում, որ ինքը քնի, ես արթուն լինեմ, հերթափոխով ենք արել երեխուն պահելը։ Մենք ամեն ինչ հավասարապես երկուսով կիսել ենք, եթե սամաններն էի լվանում, ինքը չորացնում էր, ինքը շատ համով պատրաստում էր, այտենց խափեց ամուսնացանք, հիմա չեմ հիշում վերջի անգամ երբ պատրաստ։ Բայց հիմա ինչ որ շրջան իր աշխատանքը սենց շատ շատացավ ու ավտոմատ, որ ես էլ անցա ֆրիլանսի, ոնց որ այդ ամեն ինչը եկավ չհասկացա ոնց իմ ուսերին։ Ճիշտ ասում։ Ըստ էության այս փուլում Նարեկի զբաղվածությունը թույլ չի տալիս քեզ շատ աջակցել, բայց հասկանում ենք, որ գլոբալ առումով աջակցողը կենցաղային հոգսերը միայն քեզ վրա թողնող չէ։ Այս տղամարդու տեսակ է, որը կինն է դաստիարակում, թե եթե տղամարդու միջից կա այդ օգնելու եւ աջակցելու ցանկությունը, ինքը դա կանի։ Երկուսը մեկում, որովհետև ինչքան էլ տղամարդու միջից լինի, եթե ես ամեն ինչ հենց սկզբից ասեի, վայ չէ, թող ես կանեմ, դու տղամարդ ես, դու մի արա, ինձ թվում է ցանկացած տղամարդ արխային վիճակների մեջ է հայտնվում։ Բայց իհարկե տղամարդ, ինձ թվում է, թե տղան հանի մարդ, ցանկացած մարդ էլ, հիմա եթե աղջիկ լինի ու տղան գասի, վայ, դու հանգարց ես կոֆե ինքդ քեզ չդնես, այդ մարդն էլ ի վերջո։ Այդ օրինակներ չունեմ իչքի։ Դե, բայց այդ մարդկային բանա, ոչ թե կոնկրետ տղամարդն բնորոշ բանա, մարդն բնորոշ բանա հաբրգելը։ Բայց ընդհանուր չէ, ինքը աջակցող է, օրինակ, երբ որ ես աշխատանքից դուրս եկա, ինքը շատ աջակցեց, որ ես լրիվ նոր բան սովորեմ։ Հակառակ ես շատ ուրախացա, որ դու այդ աշխատանքից դուրս եկար, որովհետև մի քանի տարի մենք կռվում էինք, շատ վառ անհատականություն է, էլի, ես այդպես է որ իրան նկատել եմ, սիրել եմ, այդ իր վառ անհատականությունն է ու ինքը sense գնաց մտավ այդ մի պետական համակարգ, որտեղ շատ ձանձրալի գործ, դες այդ գործը կարաս լավ անես, կարաս վատ անես, կարաս միջին, ինքը մեկը տենց շատ ձանձրալի է իր բանով ու ինքը չէր դրսևորվում, էլի ոչ մի ձև։ Իսկ հենց այդտեղից ոնց որ դուրս եկավ, սկսեց իր Instagram-ով զբաղվել այդ բլոգը զարգացնել ու մեկ էլ արդեն հեսա 30,000 մարդ նույնպես նկատել են իր վառ անհատականությունը, հետևում են, տենց շատ ակտիվ շփվում է իր լսարանի հետ ու ինձ թվում է շատ ավելի ռեալիզացված է, քան այդ ձանձրալի աշխատանքի տեղը։ Տարիներ առաջ դու ուսանողական ծրագրով մեկնեցիր Միացյալ Նահանգներ ու վերադարձար Հայաստան։ Դա ի սկզբանե մտածված որոշում էր, որ գնալու ես եւ վերադառնալու ես, թե գնամ, տեսնեմ ինչպես է։ Չէ, բացարձակ չէ, միանշանակ գիտեի, որ վերադառնալու եմ։ Ստատիստիկա կար էլի այդ թվերին, որ ասում են այդ նույն ծրագրով քանի տոկոսն է մնում։ 90-ների մեջ էր այդ տոկոսը, այսինքն 100 ուսանող եթե գնում էր, 90 քանիսը չէր վերադառնում, էլի։ Բայց ես այն ժամանակ էլ, հիմա ինչ որ այնտեղ մնալու հնարավորությունները այտենց ավելի բան են, ես հստակ հասկանում եմ, որ չէ, ստեղա պետք մնալ։
եւ այդտեղ բանալ է, եթե այնտեղ ինչ որ ապրել, դա այտենց խիստ ժամանակավոր պետք է լինի, էլի, ասենք, առաջարկեցին այնտեղ ֆիլմ, ես իդեպ ամեն ինչ անում եմ, որպեսզի դա մի օր լինի, որովհետեւ անգլերեն պրոյեկտներ կա, որ գրել եմ, գրում եմ եւ դեռ գրելու եմ, եթե իրանք լինեն, հա, զուտ կարող է ֆիզիկապես պետք լինի, որ մի քանի ամիս այնտեղ լինես։ Այդ ժամանակ հա, բայց այնպես տեղափոխվել, գնալ այնտեղ բացարձակ իմ համար չի, որովհետեւ ոնց որ ես չափազանց լավ գիտեմ Ամերիկան, չափազանց լավ, ներսից այնքան լավ գիտեմ, ինչքան 20 տարի Լոս Անջելեսում ապրած հայերը չգիտեն, որովհետեւ ի տարբերություն իրանց ես ապրել եմ Նյու Հեմփշիր նահանգի անտառի մեջի փոքրիկ տանը, շատ տարբեր Ամերիկա եմ տեսել, ես այն հարավի Ամերիկան եմ տեսել իր ասենց հավես ու վախենալի ասենց բաներով, ես շատ տարբեր, շատ այդ երկիրը խորությամբ եմ ճանաչում, այն խորությամբ, որ Գլենդելից դուրս չեկած մարդիկ միանշանակ չեն ճանաչում։ Ինչպիսին էր քո կյանքը Ամերիկայում։ Եղել է մի քանի շաբաթ այդտեղ ու շատ վատ ենք ապրել։ Դե Սերգեյի հետ էի գնացել, ինքը մի անգամ արդեն եղել էր, երկրորդ անգամ ոնց որ գնացինք ու ինքը տենց արդեն գիտեր էլի ինչը որտեղ, ես sense նոր, բայց մեկ այլ որ դու գնում ես ու չես գնում այնտեղ որ քեզ ուղարկում են, որովհետև քեզ հիմար տեղ են ուղարկում, այդտեղ պետք չի գնա, որ գնում ես այդտեղ մի երկու շաբաթ գոնե անցնում է միջև այդ կարողանաս երկու աշխատանք ունենաս ու ամեն ինչ լավ է։ Ու այն առաջի օրերը իսկականից մենք ունեցել ենք երևի տես մի շաբաթ, երկու շաբաթ, որ սնվում ենք սնիկերսով, կոլայով ու բանանով, որովհետև դա ամենաէժան բաներն էին։ Ավելի էժան բան Ամերիկայում գոյություն չունի։ Մեկ էլ դա լավ հիշում եմ, մի հատ տեղ կար դոնատների տես ցանց էր։ Դանքին դոնացներ թե որներ, այդտեղ եթե առավոտը 6-ին 7-ին էիր գնում, քեզ այդ երեկվա նախորդ օրվա դոնատները վաճառում էին $1-ով։ Ասես մի հատ մեծ պակետն էին տալի, մեջ կարող 10 հատ էր, կարող 6 հատ էր, չգիտեմ, բայց $1 էր տալիս, այսինքն կարա երկու ստանալ, իրենք թարմ էին, էլի, մի օրվա բանը այդպես։ Բան չի, դից եղավ այդ մի շաբաթը ու ես իմ կյանքում չի եղել պահ, որ ես դրանից ավելի վատ ապրեմ, էլի, դաժե 92 թվին, որ լույս չկար, բան չկար, մենք մեկը շատ նորմալ ապրում ենք, էլի։ Դեռ դուք Հայաստանում չի։ Չէ, Հայաստանում ենք հենց այդ թվերին, չէ, մենք 94 թվին ենք գնացել, այն ամենավատ պերիոդում մենք Հայաստանում ենք ապրել։ Ուզում եմ ասեմ, ոչ մի վատ բացասական բանով չեմ էդի հիշում, զուտ օբյեկտիվորեն որ նայես, որ մարդ առավոտից սնիկերս ուտի, լավ կյանքից չէր, էլի։ Երկու տեղ էի աշխատում մի անգամից, առավոտը զարթնում էի, փոքր տենց մի հատ տնակ էր, տենց 7-ին տեսնում ենք, արդյոք արջը չի եկել ու շուրջ չի տվել մեր դրսի աղբամանները, որտեղ անտառի մեջ էր, պատկերացրու մեծ անտառ, շատ փոքր քաղաք էր, մեծ անտառ, երկու հատ փողոց այդ անտառի մեջ, փողոցներից մեկին ոչ հիմնականի վրա մենք ապրում ենք, անտառ էր, այնտեղ լոյս կար, արջեր, օձեր, չգիտեմ, ինչ տարբեր sense կենտրանիներ, հիմնականում արջը գալիս էր, էլի։ Ու դու հեծանիվով էիր։ Հա, այդ նստում էի հեծանիվ գնում էի մի գործի, հյուրանոցում էի աշխատում որպես տարբեր բաներ էինք անում, ինչ պետք էր հյուրանոցի բանանել, երկրորդ աշխատանքը խոհարար էր, իտալական ռեստորանում ինքը ուշ էր բացվում։ Ուրեմն մի 8 ժամ աշխատում էի, տենց արանքը ունենում էի, նույն մեկը տենց 8 չէր, էլի կարող 6-7 լիներ։ Արանքը մի բան ծամեցի, ինչ-որ մի բան զբաղեցի, գնում էի երկրորդին, որովհետև ռեստորանը բացվում էր տենց մոտավորապես ժամը 5-ին 6-ին ու մինչև ժամը 1-ը մարդիկ գալիս դրա համար համապատասխան։ Հա, ու տենց շատ կայֆ էր, էլի, տենց իտալա-սիցիլիացի ընտանիք էր, տենց շատ մենք նույն ճաշակի մեջ էինք, նույն երաժշտությունն էինք սիրում, բան, маш շատ հավես էր, բայց շատ արագ անցավ այդ ամեն ինչը։ Դու այդ ժամանակ նաև սովորում էիր այնտեղ։ Չէ, չէի սովորում, զուտ աշխատում էի, ինքը աշխատելու ծրագիր էր, որովհետև վերադառնամ այդ ամառային ամիսներն էր, այդտեղ շարունակեմ սովորել, դա էր էլի պատճառներից մեկը։ Հետո մամաս տեղ էր, պապան ժամանակ Ռուսաստանում էր, մի խոսքով ես պետք է վերադառնայի, էլի, ես չէի դիտարկում Ամերիկան որպես։ Այսինքն Միացյալ Նահանգները քո խոպանն էր։ Հա, եկա մեքենա առա, էլի, ինչ որ Այս որ ասում հավաքող է ինքը, եկել է մեքենա առել։ Ով ուներ տենց կապուտ կրակներով, մենակ ես ու Մայքլ Ջեքսոնը ինչպես հայտնի սերիալում էին ասում։ Դա իդեան իմ մոտ առաջացավ, ոչ թե այդտեղից որ ինձ փողա պետք կամ մեքենա պետք։ Իդեան իմ մոտ առաջացավ, որ շատ կայֆ կլինի գնալ Էլվիս Պրեսլիի տունը տենալ Ամերիկայում։ Ու հետո տենց այդ ամեն ինչը դասավորվեցնեց, որ դա ստացվեց, էլի, այսինքն ես հետո աշխատեցի, հետո գնացի հարավ, տեսա այդ Ամերիկայի հարավը, Էլվիսն ստանը եղա, մի խոսքով տենց շատ հավես էր, էլի, բայց ուզում եմ ասեմ նույնիսկ չէր, էլի, ուսանց 4 հաշվարկեր, այդ Յունիշսկի բանը կար էլի, որ իմ սիրած երկիշն է բան գնամ տեսնեմ։ Երբ ծանոթացաք ու Նարեկը իր քայլերն էր անում, դու այսպես միշտ հավատում էիր, որ դու ավելին ես հասնելու, թե ինքդ էլ լավ չէր պատկերացնում ինչ է անում Նարեկը։ Այդ շրջանում երևի լավ չի պատկերացնում ինչ անում։
Գիտեի դե որ ունի ստաբիլ աշխատանք, ամերիկյան ընկերություններ, չէ, որ աշխատում էր, ամերիկյան ընկերությունում էր աշխատում ու դե հրավիրում էր իր համերգներին այդ փաբերում ինչ որտեղ ինձ հավես էր անցնում։ Չգիտեմ ինչ։ Ինձ հավես էր անցնում, բայց այդ ժամանակ ես չեմ ինքը գիտեր որ դու կթողնես քո հիմնական աշխատանքը դրանով կզբաղվես։ Ես դա ուղղակի որպես հոբի էի ընդունում։ Խոսքը այլ Հավատում դիմացինին ես դու իմ հավատալու։ ուժերին։ Հա ես իրան միշտ եմ հավատում, այսինքն ինքը այն տեսակն է, ինձ թվում է ինքը ինչ մտքին դնի, կկարողանա անի։ Զգում էր այն ժամանակ իր հավատը քո հանդեպ։ Այսինքն որ հիմա ասեմ, հա, այդ բանը դրա մասին չես մտածում պարզապես, բայց հիմա հետ նայելով, բայ իհարկե մարդը պետք է զգար էդի, որ հա, էլի, որովհետև նայ, вообще շատ абսուրդ բան կա էլի այդ ամեն ինչի մեջ, որ դու ուզում ես զբաղվել ինչ որ բանով, որը մարդկանց ենթադրաբար ծիծաղացնում է, հա։ Հələ դու զգա դրա տակ ինչքան ոչ ռացիոնալ բան կա։ Մտքումդ ինչ որ մի հատ բան է, որը դու այնքան ինքդ քո մեջ վստահ ես, որ քիչ թվում է դու կարաս էդի ճիշտ մատուցես, որտեղ այնքան լավն է, որ դիմացինը դա ծիծաղալի կգտնի, ու այդ դիմացինը դες մի հոգի չի լինի, 50 հոգի չի լինի, այնքան շատ կլինի, որ դու կարողանաս էդի վերածես ինչ որ բանի, այստեղ շատ ոչ ռացիոնալ բաներ, որ պետք է ուղղակի հավատաս ու գուցե այդպես շոշափելով, տեստ անելով գնաս, որովհետև մենք տենց էլ արել ենք էլի, նենց չի եղել էլի, որ մենք ասած շատ ինքնավստահ ենք ու մեկ էլ բոլորը մեզ հավանում էին հենց մի անգամից։ Շատ սուբյեկտիվ բան է, ես վստահ եմ մարդկանց կեսեն հիմա էլ բացարձակ ոչ հավանում է ոչ բան ու դա նորմալ է, դրա հետ պետքա սովորել, որ դա նորմալ է, որ ինչ որ անում ես, կապ չունի դու ինչ ես անում։ Բոլորը քեզ չեն հավանել ու դու դրանից ինքը կոմենտ չի կարդում։ Ինչի համար։ Ես կարդում եմ Արմկոմեդի սաղ կոմենտները, ինձ նյարդայնանում եմ, ես ինչ անարդար բան են գրել, ինքը ասում են չի ես կարդում դու այդ ամեն ինչը կամ ինքը միտեղ հարցազրույցիա գնաս, ես սաղ կոմենտները կարդում եմ։ Որտեղ մարդը by default 100 հատ լավ կոմենտը չի նկատելու, 2 հատ վատը նկատելու է։ Դա պրոստը պսիխոլոգիա է։ Այդտեղ մի քիչ փորձն է գալիս, որտեղ երբ որ դու այդ ճանապարհի սկզբում ես, դու ավելի հակված ես այդ կարծիքները լսել, իրանց ավելի մեծ տեղ տալ ու գուցե դա в принципе եւ նորմալ է, որտեղ դու ելի չգիտես, այն ինչ որ դու անում ես, դա լավ է թե չէ։ Հետո մեկ որ անցավ 5 տարի ու դու շարունակում ես դա անել, երևի все-таки օքեյ է։ Եթե անցավ 10 տարի ու դու շարունակում ես դա անել, երևի ինչ որ լավ է։ То есть մենք մեր լսարանով մոտավորապես մեզ գտել ենք։ Այդ ընթացքում անկեղծ էլի այդ բաները որ ինչ-որ լավ էր, վատ էր, մի թողարկում։ Ես նենցա ամեն թողարկումից դժգոհ եմ օրինակ։ Նենց ամենաառաջի դժգոհների մեջ միշտ ինձ գրեք, որովհետև ես եմ հետո նայում, ասում եմ, այստեղ sense կարելի էր, այստեղ sense կարելի էր, բայց այստեղ ոնց էսի չնկատեցինք։ Այստեղ շատ ավելի խնդալու բան կլեր։ Բայց գուցե այդպես մի քանի շատ կլուչիվոյ բաներ կա, որ էլի այդ կարծիքները որ ինձ շատ sense ներսից տաքացնում են բանն անում։ Եղել են մարդիկ, որ մոտեցել են, ասել են, քաղցկեղից բուժվում էի, այդ ընթացքում ձեր հաղորդումներին նայում, այդ քիմիաները չէի նկատում։ Օրինակ այդ մարդու ասածը իսկ կյանքում չեմ մոռանա։ Մաշա, իսկ դու քննադատորեն վերաբերվում ես Նարեկի աշխատանքին, թե ոչ։ Հա, ես անպայման ասում եմ, եթե ինչ որ մի բան, բայց ոչ թե ինչ որ մազը ծուռեր, տենց չէ, ավելի լուրջ էլի, ինչ որ եթե ինչ որ միտքը դուրս չի գալիս կամ մտածում եմ որ իմ տեսակետից հա չարժի այս շրջանում անդրադառնալ այս թեմայի միշտ ասում եմ բայց հիմնականում ինքը ունի ավելի հիմնավորված քանի որ մի քանի անգամ ավելի փորձ ունի ինձանից ինքը ունի հիմնավորված բացատրում է էլի ինչի այս ամեն ինչը հենց հիմա ժամանակն է խոսելու այս հենց սրա մասին Իմպլանտում էսթետիկ կենտրոնը ընդլայնվելուց հետո ձեռք է բերել նոր սարքավորում։ Վիորա իսրայելական սարքը Հայաստանում դեռևս միայն իմպլանտումում է ներկայացված։ Էսթետիկ կենտրոնի ղեկավար բժշկուհի Ելենա Ադամյանը մեզ կպատմի, թե ինչ է իրենից ներկայացնում այս սարքը։ Ողջույն Ելենա։ Ողջույն Ամալիա։ Սարքը բազմակի կիրառություն ունի, որքանով որ ես հասկացա շնորհանդեսին։ Այս սարքավորումը մենք ձեռք ենք բերել պաշտոնական ներկայացուցչից եւ այն միակն է Հայաստանում, բավականին հայտնի սարք է, ամբողջ աշխարհում տարբեր կլինիկաներում այն կիրառվում է։ Ես ընտրեցի հենց այս սարքավորումը, որովհետեւ պրոցեդուրայից հետո ռեաբիլիտացիոն շրջանը շատ կարճ է տևում, կարելի ասել գրեթե չի լինում։ Աշխատող մարդու համար, հատկապես կանանց համար, դա շատ կարևորագույն հարց է, որպեսզի կատարեն միջամտություններ եւ ոչ
մեկ դա չնկատի, իսկ այս սարքը այդպիսի հնարավորություն մեզ տալիս է։ Ինչ խնդիրներ կարող ենք լուծել այս սարքի միջոցով։ Այն իրենց ներկայացնում է 5 սարքեր միաձուլված մեկ սարքի մեջ եւ լուծում է ոչ միայն դեմքի, այլ նաեւ մարմնի խնդիրներ։ Այն մարդիկ, ովքեր չեն ուզում ներարկումներ կատարել, սակայն ցանկանում են երիտասարդությունը պահպանել, կարող են դիմել մեզ եւ մենք կարող ենք լուծել իրենց խնդիրները։ Այդ խնդիրները կարող են լինել երիտասարդացումը, մաշկի պիգմենտացիան, ակնե եւ պոստակնե հետքերը եւ բազմաթիվ խնդիրներ։ Սարքը ունի մի քանի գլխիկ, յուրաքանչյուր գլխիկը ինչ որ մի խնդիր է լուծում։ Օրինակ, Էնդիակ գլխիկը, որը լուծում է մեր մազանոթային խնդիրները, հղիությունից հետո աստղիկները, որոնք առաջանում են, հա, մեր ոտքերի վրա կարող են լինել, օրինակ դեմքի վրա կարող առաջանալ, այս լազերի միջոցով հնարավոր է ձերբազատվել։ Ուզում եմ նշել, որ մենք անպայմանորեն համագործակցելու ենք անոթաբանի հետ, ում ցուցումով էլ իրականացվելու են նման միջամտությունները։ Մյուս գլխիկը դա մեր VFR գլխիկն է, որը ֆրակցիոն ռադիոհաճախականությամբ գլխիկ է, այսինքն իրականացնում է մաշկի երիտասարդացում։ Այն ոչ ինվազիվ մեթոդ է եւ ոչ ասեղային ճանապարհով իրականացնում է կոլագենի ստիմուլյացիա մեր մաշկում եւ բերում է օրինակի համար, եթե կան փոսիկներ, որոնք առաջացել են ակնե հիվանդությունից հետո, այն հզոր կոլագենի սինթեզ է իրականացնում եւ կարող է հարթեցնել մաշկը։ Այն կարող է նաեւ որպես հակատարիքային մեթոդ լինել եւ այն մանր կնճիռները, որոնք առաջանում են, նույնպես կարող ենք վերացնել այս գլխիկի միջոցով, այսինքն այն բուժառուները, ովքեր խուսափում են ներարկում կատարել, կարող են դիմել եւ մենք կարող ենք ոչ ինվազիվ մեթոդով խնդիրը լուծել։ Մեր մյուս գլխիկը դա VST գլխիկն է, որը բավականին ոչ տրավմատիկ է եւ առաջին իսկ պրոցեդուրան կատարելուց հետո մենք ունենում ենք lifting effect, հզոր կոլագենի եւ էլաստինի սինթեզ է ապահովում եւ ինչը մենք գիտենք, որ այդ նյութերը մեր մաշկի կարկասն են, որովհետեւ մաշկը կարող է երիտասարդ մնա։ Նման պրոցեդուրաները պետք է կատարել կուրսով։ Մենք ունենք մշակած այդ կուրսը եւ յուրաքանչյուր իհարկե բուժառուի համար անհատական մոտեցում կցուցաբերվի։ Եվ մեր մյուս գլխիկը դա V-form գլխիկն է, որը կարող ենք կիրառել եւ մարմնի եւ դեմքի վրա։ Այս գլխիկը իրականացնում է բոլորի շատ սիրելի ցանկալի նիհարեցումը, կրկնակզակի վերացումը հենց դեմքի հատվածում, եթե կան արտահայտված այտոսկրեր, դա նույնպես կարող ենք փորձել դեմքը մի փոքր նիհարեցնել։ Այս գլխիկի լավ լինել ինչու՞մն է կայանում, որ ինքը միանգամից երկու ֆունկցիա է կատարում եւ վակուում է իրականացնում, որը ազդում է մեր արյան շրջանառությունը լավացնում է եւ բերում է մաշկի ձգման եւ RF է տալիս, այսինքն իրականացնում է ճարպայրում։ Նույն պրոցեդուրայի ժամանակ մենք կարող ենք ունենալ եւ նիհարեցնող, ճարպայրող պրոցեդուրա եւ իհարկե մաշկը ձգող։ Այսինքն սրանով մենք կարող ենք ունենալ ջոլի պրոֆիլ ասվածը, մի փոքր ավելի սրացած դնչիկ, կրկնակզակի վերացում եւ ստորին ծնոտի անկյունների ընդգծում։ Այո, իհարկե կարող ենք ունենալ, սակայն պետք է մեր անատոմիան դա թույլ տա։ Դրա համար շատ կարեւոր է անհատական մոտեցումը ցույց տալ։ Շատ դեպքեր է լինում, որ մարդիկ կրկնակզակի վերացումից հետո իրենք էլ զարմանում են, որ իրենք ունեն այդ ոսկորը եւ կարիքը չէր լինում ընդհանրապես կատարել ֆիլերային աշխատանք։ Եթե կլինեն ցուցումներ, որ պետք է կիրառվի լիպոլիցիկներ, այն ավելի իհարկե լավ արդյունք կարող է բերել, սակայն առանց դրա նույնպես իր առավելություն հենց կանում է դրանում, որ ինքը միանգամից երկու ֆունկցիա է կատարում։ Իհարկե կլինեն անհատական դեպքեր, երբ որ չկա կորած է այդ անկյունը, մենք հետագայում կարող ենք դա ֆիլերի միջոցով ընդգծել, սակայն առաջնային անպայման այդ կրկնակզակը, որը առաջանում է, որը փոխում է ընդհանրապես դեմքի օվալը, մենք կարող ենք առաջնային վերացնել այդ կրկնագզակը եւ բնական ընդգծել ոսկորը եւ գուցե եւ ընդհանրապես կարիք էլ չլինի ֆիլերային աշխատանքի։ Իսկ սարքի միջոցով որևէ խնդիր լուծել է, ենթադրում եմ մեկ անգամյա այց, թե սա ավելի համալիր մոտեցում է պահանջում։ Գիտեք, կախված է նախ դեպքից, դրա համար է շատ կարեւոր առաջնային կոնսուլտացիան, սակայն կան պրոցեդուրաներ, որոնք մի քանի այց են ենթադրում։ Լավ արդյունք ստանալու համար բնականաբար մենք բոլորս հասկանում ենք, որ մեկ այցով երբևէ լավ արդյունք չենք կարող ունենալ։ Սարքի պրոցեդուրաները ենթադրում են նաև համակցում այլ պրոցեդուրաների հետ, թե առանձին պրոցեդուրաներ են։ Կարելի է իրականացնել եւ առանձին, եւ համակցված, դա շատ ինդիվիդուալ է, սակայն եթե ցանկանում ենք ունենալ շատ լավ արդյունք, բնականաբար համակցված տարբերակը ավելի նախընտրելի է։ Նոր սարք Հայաստանում միակն է, թանկ է։
Ոչ, շուկայական գների համեմատ ինքը բավական միջին գնարժեք ունի եւ կարծում եմ հասանելի կլինի մեր բնակչությանը։ Ելենայի Instagram-յան էջը եւ իմպլանտումի տվյալները կթողնեմ հաղորդման նկարագրության բաժնում։ Դուք քաղաքական դաշտում եք եւ թողարկումները հիմնականում այդ քննադատական հումորային բնույթ են կրում, բայց օրինակ վերջին շրջանում ձեզ շատ բացասական մեկնաբանություններ եղան, որ հրավիրել էիք Ալեն Սիմոնյանին եւ շատերը նույնիսկ վերագրեցին, որ ուրեմն գումար են վճարել, եկել են եւ այլն եւ այլն։ Սա ինչպես է անդրադառնում ու արդյոք մի կողմից քաղաքականության մեջ չեք կարող խուսափել նմանատիպ հաղորդումներից, մյուս կողմից տարիների աշխատանքը մի վայրկյանում կարծես ջրվի, երբ որ ասում են ծախվեցին։ Դե իժուր ասելուց ինչ որ որևէ ավելի լուրջ հիմնավորում է պետքան ուղղակի ասելը, դե քանի որ դրանից հետո էլ ենք Ալենին քննադատել եւ դեռ շատ ենք քննադատելու համարյա վստահ եմ եւ շատ ուրիշ մարդիկ են ընթացքում եղել, այդ նորմալ է, որ հյուրին կանչում ես, չի նշանակում դու իր այդ համաձայն ես, բացարձակ չի նշանակում։ Եվ օրինակ Մաշան էլ է շատ դեմ, բայց Ես չեմ նայել։ լսարանի մեծամասնությունը շատ կողմ էր, որպեսզի լինի, մենք դա ստուգել ենք, էլի, նախքան գնալու ու ի վերջո մտածել ենք, որ կարանք այդ սուր հարցերը տանք, նեղ իրավիճակի մեջ գցենք, ու իդեպ 2 ամիս անց է, մինչև հիմա դրա մասին գրում են։ Անդիմադիր դաշտում ցավոք սրտի ընդունված է, որ պետք է կանչել, մենք մեր 30-40 հոգի ունենք, իրանք իրանց 30-40, իրանք ընդե չեն գնում, նրանք ընդե չեն գնում, դες իրանց առանձին բաժանված իրականություններում ապրում են, ես չեմ ուզում այդ բաժանված իրականությունում ապրել, ու օքեյ է կանչել մարդունով մեծ պատասխանատու գործանում ու իրան տալ սուր հարցեր։ Մաշա, դա միակ թողարկումն է, որը չես նայել։ Որ մտադրված չեմ նայել, ոչ թե որ ուղղակի ժամանակ չի եղել կամ ինչ-որ բան, հա միակ թողարկումն է։ Քննարկվում էր, որ կանչեն թե չէ իրանց Patreon-ում հարցում էին դրա, ես խնդրում էի, որ չկանչեն, որովհետև տհաճ է ինձ ուղղակի։ Այս կառավարության հետ կապված ամեն ինչ տհաճ է ինձ։ Ինձ ոնց որ այդ ում ճանաչում եք ամենաշատ տհաճը ինձ է, էլի։ Ու ինչ ոնց է տհաճ, ես լուրեր պատերազմից հետո չեմ նայում։ Իմ եղբայրը պատերազմի ժամանակ կռված, այս մի քիչ ուրիշ հայացքներ ունեմ, ու ես միայն Arm-Comedy-ով եմ նայում լուրերը տեղեկանում, այսինքն միակ հիմա իմ աղբյուրը Arm-Comedy-ն է, հետևաբար այդ իմ ամբողջ զգացումները այդ ամենը նաև այդ տեսակով է ձևավորվել, ուզում եմ ասեմ, որ մարդիկ մինչև այսօր պատասխան չեն տվել։ Ես ասում եմ ավելի 20 թվից ի վեր, մարդկանց մի հատ շատ հստակ մեծ խումբ էլ կա, որ ասում առհասարակ պետք չի Նիկոլ Փաշինյանին ցույց տալ Arm-Comedy-ում անգամ քննադատելու բանով։ Դες այդ տեսակետն էլ կա։ Հիմա որ տեսակետին լսես։ Հա, թույլ տվեք ես որոշեմ, ես որ տեսակետին։ Ինձ ուղղակի այդ երևույթը նայելը, որ ինքը Ալենի հետ արդեն զրուցում է, այդ արդեն ինձ տհաճ է, ես չեմ կարող դնեմ միացնեմ։ Բայց ուրիշ նախարարներ եղել են։ Ոչինչ։ Ու կլնեն։ Ես մինչև այս պատերազմը չի եղել, որ ես այսքան սուր դիրքորոշում ունենամ։ Հա, եղել է, որ ես պետական համակարգում էի աշխատում, երբ որ ես ռեալ տեսնում էի, որ կոռուպցիա կա, անարդարություն կա եւ այլն, բայց հիմա որ մտածում ես այդ այնքան մանր բաներ է թվում, ասում լավ էլ ապրում ենք իրականում, որովհետև պատերազմից հետո սենց երբ որ դու ներսից գիտես այդ ամեն ինչը, որ շատ բաներ մինչ այսօր չի հրապարակվել, բայց քո եղբայրը կռվել է ու դու առաջին գծից գիտես շատ նորություններ, սենց կտրուկ ուրիշ ձև ես վերաբերվում, շատ սուր, որ ինձ թվում է նաև հոգեբանորեն պաշտպանողական ռեակցիա, որ դու ուղղակի չես ուզում այդ մարդկանց տեսնել։ Իսկ նմանատիպ փուլերում, երբ օրինակ պատերազմ էր, բոլորս այսպես թե այնպես հոգեբանական շատ բարդ իրավիճակում էինք, բայց որքան էլ մենք ասում ենք, որ մեզ համար դժվար էր, որովհետև մեկից դժվարությունը համեմատելի չէ այն ընտանիքների հետ, որոնք առաջին գծում մարդ ունեին։ Այս փուլերում ինչպես եք կարողանում իրար աջակցել ու Մաշային ինչ աջակցություններ այդ փուլում պետք։ Մի քանի անգամ այտենց շրջան եղավ, որ իսկականից չգիտեինք եղբայրը կենթանի է թե չէ, պրոստը չգիտենք։ Ու դա հենց առաջի օրն էր, որովհետև իրանց զորամասը հենց տրակացրեցին եղնիկները, principi էլի,
հետո տենց մի քանի օր անցավ, նոր իմացանք, որ օքեյ է, հետո էլի ինչ որտեղ հարվածում էին ու մի քանի օր էլի չգիտեինք, այսինքն այդ բանը ապրել ենք, այդ ցուցակները, որ ամեն օր կարդում էին, որ միացնում էիր ու աղոթում էիր, որ ծանոթանում չլինի մեջը, հա, ասենց ասեմ, ոչ միայն հենց իր եղբոր անունը, այլ մնացածների անունները, դա շատ խորը տրավմա է այս հասարակության համար, որը ոչ միտեղ չի գնալու։ Եթե բան 17 հատ ֆեստիվալ կազմակերպեցին, Թաթան եկավ երգեց, մյուսը երգեց։ Դրոներով շոու չի անցնելու այդ տրավման, դա դրանով չի բանանում, դրոներով ուզում եք ամեն օր արեք դրոների շոու, չէ՞ մակերեսային ինչ որ մարդկանց մոտ բնազդային կարող է իրանք շատ ուրախանան, հրճվեն, դատապարտելի բան իրականում տեղ չկա էլի, որ մարդիկ ուզում են մոռանան։ Ես այն բանով չեմ ասում, որ ինչի գնացին, ես ուզում եմ ասեմ, որ ես հստակ հասկանում եմ ինչի է դա կազմակերպվում, թե ով մասնակցեց, ինչ արեց, իրանց գործն է, ես ոչ գնացողներին, ոչ ելույթ ունեցողներին չեմ դատապարտում։ Ես բայց հասկանում եմ ինչի է դա արվում։ Շատերը չեն հասկանում ինչի է դա արվում։ Տրավմաներով, մի տրավմայով չէ, տարբեր տրավմաներով հասարակությունն է, որը մեկը մարդակորցրել է, մեկը ուղղակի հասկացել է, որ իրան այսքան օր խաբել են, մյուսը տենց կարող է Մոսկվայում ադրբեջանցի տեսնի, նեղվի, որովհետև ինքը էլ են հաղթական կեցվածքը չունի, որը ոչ իմ շատ տարբեր ձև է այդ տրավման դրսևորվելու տարբեր մարդկանց մոտ։ Ու դրա համար մեզ լավ բան է պետք, ինչ-որ մեծ նվաճում է պետք անել, որպեսզի մենք դրանից ոչ թե դուրս գանք, այլ սովորենք դրա հետ ապրել ու սուտ խոսալը էկրաններից կամ ինչ-որ բաներով շեղելը ու չգիտեմ, այդ ամենը չի օգնում, այդ ամենը ինչ որ մեկի մոտ ավելի խորացնում, ինչ որ մեկին գուցե եւ կարող է հացրվեց ժամանակավոր բան, բայց ոչ ոք բան չի էլի, ջայլամ չի, որ չի հասկանում ինչ ա եղել եւ ինչ ա լինելու։ Ես դա չեմ մտածում։ Ես իրա հետ ապրում էի այդ նույն բանը, ես էլ իրա եղբոր հետ այնց շատ կապված եմ, որ ասում ես լավ է, հա, լավ կլինի, հեսա կզանգի բան, նես չի որ դու վստահ ես որ տենց կլինի։ Բացարձակ, բայց point այնց։ Իսկ դու ինձ նաև օգնեց, որ ես ուզած 9-ից 6-ը աշխատանքի էի այդ շրջանում ու տենց անընդհատ սպասում էինք լուրերի ու մենակ ես չի այնտեղ մեր աշխատավայրում մեկի տղան էր, հենց առաջնագծում էլի լուր չունեին, ինքը վիրավոր շատ վատ եկավ, սենց շատ մարդիկ էինք էլի, մենակ չէիր զգում այդ շրջանում ամեն դեպքում քեզ, եթե ես երևի մնայի տանը, կարողա խելագարվեի, բայց այն մտքի ես համաձայն չեմ, որ մարդիկ բոլորը գիտակցում են ինչա կատարվել, որովհետև ես քո հետ եմ համաձայն, որ ամեն դեպքում, եթե դու տնից չես ունեցել, դու ուղիղ այդ ապրումները չես ունեցել, այդ անունների մեջ քո հարազատի անունը ման չես եկել, Աստվածաշանի էլ չեմ ուզում մտածեմ այն մարդկանց մասին, ում երեխեքը չկան այսօր, դու միևնույնն է լիարժեք չես գիտակցում ինչա կատարվել ու դու պատրաստ ես, այո, ապրումակցում ես։ Եվ իրանց բարեկամներից մեկը եւ եղել է այդ կորուստներից մեկը, էլի, նես չի որ մեր ընտանիքին դա այդպես կողքով է անցել ու շատ հասարակ, ասենց ասեմ, էլի, անգամ եթե այտենց, չգիտեմ, ինչ որ հրաշքով մեկի ընտանիքին ոչ մի ձև չի կպել, ասենց ոչ մի ընկեր չունի, ոչ մի ընկերոջ երեխա բարեկամ չունի, հեռու բարեկամ չունի, որ չի կպել։ Ոչ մի ձև այդ պատերազմը չի ազդել։ Այն հասարակ ապրումակցումը ոնց կարա մարդ չունենա, էլի։ Խոսքս այդ մասին չի, կներես, խոսքս ոչ թե չապրումակցելու մասին է, այլ երբեմն մենք անընդհատ ուզում ենք ցույց տալ, որ մենք նույն ցավը ապրեցինք, չէ, ես պատերազմի ցավը շատ խորը ապրել եմ, բայց ես երբեք չեմ կարող ինձ հավասարեցնել այն մարդու հետ, որի երեխան եղել է պատերազմում։ Ես զուտ այս մասին եմ խոսում։ Չէ, բնականաբար, բայց ապրումակցում ասելով այդ չգիտեմ, էլի որ քշում ես տնում ես ծև լենտը կապած է, մեքենայի երաժշտությունը չես միացնում այդ ապրումակցելը։ Դուք բավականին բարդ հոգեբանական փուլում եք։ Տանը կա երեխա, որի համար ամեն դեպքում իր մանկությունն է։ Մի կողմից հասկանում եք, որ հիմա շատ բաների հավես ուղակի չունեք, մյուս կողմից կա երեխա։ Ինչպես եք վարվում։ Ես այնքան ուրախ եմ, որ մենք այդ հարցում ենք մի ուղղությամբ նայում, ես չեմ մտածում, որ երեխան, ով որ հիմա պատերազմ է, ու ինքը այդ ժամանակ 4 տարեկան էր, բայց մեր երեխան մի քիչ 4 տարեկանում շատ գիտակից ենք շուտ է, էլի խոսել եւ այլն, մեծի նման կարող է նստել զրուցել, ու չեմ թաքցրել, այսինքն եթե ինքը տեսնում է մաման լացում է, ինչ որ տանը ասենց շատ լարված, իր սիրելի տատիկը տխուր է եւ այլն,
Այսինքն ես ասել եմ, որ քերին հիմա կռվում է ու պատմել եմ մեր պատմությունը, ես պատմել եմ, այսինքն ես շատ ուրախ եմ, որ մենք նույն ուղղությամբ ենք նայում, որ երեխան, ով որ ապրում է մեր իրականությունում ու վաղը չգիտենք ինչա լինելու, ես ասում եմ, որ մենք չենք կարող երեխային ծաղիկների մեջ մեծացնել, որովհետև շատ երեխաներ, հա, Արցախի չգիտեին ինչա կատարվում, որ իրանք ինչու պետքա նկուղիչնեն, որ այդ ինչ գմփոցներ է, ու ես իմ երեխային արդեն ավտոմատ դրան էի պատրաստում, որ պատմում էի մեր պատմությունը 15 թվից սկսած, թե ինչ է կատարվել, իրար հետ իր տարիքին համապատասխան խոսել եմ, հարմար բառեր փորձելով ընտրելով, որ մենք ունենք թշնամիներ ու բարեկամ չի կարող այդ թշնամին երբեք դառնա, որտեվ քո նախնիներին սպանել է այդ թշնամին ու հիմա քո քերին կռվում է, որpիսի մենք հանգիստ քնենք գիշերը ու շատ մարդիկ հանգիստ քնեն ու մեր տունը չկորցնենք։ Այսինքն երեխայի տարիքին համապատասխան զերծ չենք պահել, իր հետ խոսել ենք, այնպես չի որ ես լացում եմ ինչ եղավ, ոչ մի բան չի եղել, ուղղակի այդ զգացմունքների մասին ես խոսում եմ, ինքը ասում էր տխուր ես, ասում եմ հա շատ տխուր եմ, քերին հիմա անհանգիստ եմ իր համար, բայց վստահ եմ, որ ինքը ուժեղ է, ինքը կգա կհասնի, զենքեր էր վերցնում, ասում էր ես մեծանալու եմ, ես էլ գնամ, քերին իր համար հերոս է էլի մինչև հիմա, ու ինքը ասում էր ես էլ ուզում եմ շուտ մեծանամ, ես էլ գնամ մեր հայրենիքը պաշտպանեմ։ Հա դոզավորված, այնքան որ կտրված չլինի, որովհետև եթե կհիշեք դրանից առաջ էլ COVID-ներ էլի բավականին աննախադեպ բան էր տեղի ունենում բոլորիս համար ու այդ ժամանակ ասենք հա այդ համադրելի ցավ չի բան, բայց շուտ մեկի կյանքը փոխվում է, չէ՞, հարություն աշճան ու էլի դոզավորված բացատրում ենք։ Իսկ այստեղ որտեղ է սահմանը երեխային դոզավորված այդ ինֆորմացիան տալու եւ իրենից նաեւ իր մանկությունը չվերցնելու։ Իսկ որ վախ չառաջանա իր մոտ, այդ պետք է։ Չէ, բայց երեխայից էլ է կախվում։ Ամեն ծնող պետք է ռեալ գիտակցի իր երեխան տվյալ տարիքում ինչքան է պատրաստ այդ ամեն ինչին։ Ես օրինակ ավելի այդ հերոսական տեսակետից եմ, այսինքն որ իր մեջ այդ հերոսական ոգին մտնի, ոչ թե վախի ոգին, հա, որ մեզ կկոտորեն։ Հետո դա իր մոտ ունեցի սկզբան է կա, որ մենք հատուկ ոչ մի բան չեն կարել էլի, որ ինքը տենց բանի, միջև պատերազմներ եւ տենց բաներ էլի շատ հպարտանալ ինչ որ մեր դրոշով, մեր Արարատով ամեն ինչով մամա։ Մենք այսքան ճանապարհորդում ենք, ուրախ ենք, հա, որ էդի կա, որովհետեւ հիմա տենց որ հակա ինչ որ այդ արշավը որ գնում է, որ Արարատը մեր երկրում չի բանը, տենց ինչ որ այդ բանը, ես ինձ հանգիստ եմ, որ այդ առանցքը իր մեջ արդեն դրված է, որ վերջ էլի դպրոցում ինչ էլ ասեն։ Մենք ցանկացած երկիր գնում ենք, ճանապարհորդում ենք մանկուց իր հետ, գալիս ենք, ասում ենք լավ էր, ասում հա շատ լավ էր, բայց մեր Հայաստանից լավ տեղ չկա։ Այո, բացի դրանից մենք ցանկացած երկիրով հետ գնում ենք, մենք այնտեղ մի հատ հայկական բան ենք գտնում։ Հա, անպայման իր հետ գնում ենք ու այդ մենք բացատրում ենք, այն տղա ջան, դες չէ, որ չգիտեմ, ցանկացած ուրիշ երկրի ներկայացուցիչ չեմ, որ ուրիշ երկիր գնա, անպայման իր երկրի հետ Իտալիայում լինելու է, Կիպրոսում լինելու է, ամենտեղ լինելու է, այդ ուղղակի որ դու ճիշտ գնահատես քո պապերի նախնիների ոնց որ ներդրումը։ Տեսեք, մենք գալիս ենք այնտեղ, որ ծնողից է գալիս, թե երեխայի մեջ ինչ ես ներդնում։ Լսի, անհատականությունն էլ կա։ Ես միջև իմ երեխա ունենալը, ես հենց տենց էի մտածում, որ ինչ ներդնես, դա տենց լինելու է։ Մեկ էլ ինքն հենց սկսեց խոսալ, տենց բաներ ուներ, էլի տենց նույնիսկ բան քյարթու են որ կարելի որ մաման պետք է սպորտզալ չգնա, ասենք մենք մեր տանը նման խոսակցություն չի եղել էլի կամ բարի էր գնում, մաման էդի տենց անհատական շատ բան է էլի ու դու իսկական ոչ 8 տարեկան երեխա տատերից պապերից ոչ չէ 8 տարեկան, ասում եմ 3 ինքը 3 տարեկան չկար ես տանը սկսեցի բացառված է մարզվել տատերից պապերից լինի, բացառված է մեզնից լինի բայց ինքը տենց ասում էր։ Հա, ինքը շատ ծանր էր տան, որ ես տանն էի սկսեցի մարզվել տանը այդ վիդեոներով, երբ փոքր էր չի կարող գնալ ինչ որտեղ մարզումներից, ես սաղ կյանք եմ մարզվել։ Ասես մի պապական բան ունի մեջ։ Ասում եմ դու տղա ես, հիմա ասես մուսկուլներդ կաչի, ասում եմ հիմա դու տղամարդ կդառնաս, ասում եմ դու չես կարող մարզվել, ու չէր թողում, Նարեկը տան մեր ուրիշ սենյակ իրան զբաղացնում էր այդ մի ժամը, որ ես մարզվեմ ուղակի։ Բաներ կա մեջից, հա։ Լրիվ դատարկ sense բան չեն ծնվում հետո մեջ։ Կամ Նարեկին եղելա տեսել ամանները լվանալ, ասում եմ դու աղջիկ չես, դու ինչի ես փոքր եւ 3-4 տարեկան, ինչի ես աման լվանում, ասում եմ բայց ինչ կապ ունի,
դա մաման հիմա ուրիշ բան է անում, ես սաման եմ լվանում։ Ասում է, չէ, դու տղա ես, ասում է, բա ուզում ես մաման լվանա, չի ասում, արի դու շատ փող աշխատի, մեկին բեր, ասում է, թող այդ մամանն է լվանա, մամաս հանգստանա, բայց դու տղա ես։ Իհարկե հիմա մեծացել է։ Փորձել եք այդ հատկանիշները փոխել, թե իր բնությունն է, ինքն էլ այդպեսին է։ Լսի, իստում այսօրվա աշխարհում լավ է որ տենց լինի ու ընթացքում զարգանա։ Արեք ասում է լավ է, ես փոխում եմ։ Որովհետեւ ոնց որ հա, շուտ լիքը հակազդող ուժեր կան, որ sense տենենց ոնց որ մենք փորձենք, չփորձենք, իրանք իրենց գործը անում են, այնպես որ ինքը ոնց կա շատ լավ է, շատ ներդաշնակ է, ես շատ գոհ եմ, այտենց շարունակի, հետո ինչ որ հարցերի շուրջ կարծիքը կփոխի, բան կանի, դա շատ նորմալ է, բոլորս ենք ճանապարհ անցել, հա, ուղղակի որպես օրինակ բերեցի այն բանը, որ պապանաման չի սովորացվել, հետո ինքը դա դրսևորվել, այլ հակառակը։ Մաշա, իսկ կան հարցեր, որ օրինակ Նարեկի հետ հեշտությամբ լուծել ես, հիմա տղայիդ հետ չես կարողանում համաձայնության գալ։ Տենց ուրախ ծիծաղացի։ Մենք շատ նման ենք բնավորություններով։ Նարեկը ասում է երկրորդ Մաշան է ծնվել մեր տանը, ու մենք որ sense վիճում ենք հիմա։ Նարեկը ասում է երկու Մաշա նույն բանի համար վիճեն իրար հետ, ինչ որ ես եմ պայքարել, ինչ որ տարիներ շարունակ քո հետ։ Հա, շատ sense ինքը իր ասացի է, իսկապես ունի հստակ ձևավորված ու տղայի դեպքում ինչքան է հիմա ասում եմ, ես այդ չեմ ընդունում, էլի որ չկա այդ տղային ասել դու տղա ես, դու աղջիկ ես, այդ տարանջատումները չանեն։ Ամեն դեպքում տղայի դեպքում պետք է այդ ոսկե միջինը գտնել, որ համ չկոտրես իրեն, բայց համ էլ ես իմ բլոգը հենց դրանից է սկսել, որ ես անդաստիրակ երեխաներ չեմ սիրում։ Իմ երեխա պետք է լինի դաստիարակված, ես խորացես հոգեբանների հետ եմ մանկական աշխատել, այդ դաստիարակության բոլոր գրքերը հնարավոր կարդացել եմ, ու ինքը այտենց ըմբոստ երեխա էր, ու ես փորձում եի իր հետ ինչ-որ կերպ լեզու գտնել ու հասնել ինչ-որ կոմպրոմիսի։ Ամբոստ լինել դեռ չի նշանակում լինել անդաստիրակ, որովհետև ամբոստությունը կարող է շատ լավ դրսևորում ունենալ տեսակի։ Դե օրինակ ես առաջ մտածում եմ, որ եթե երեխան խանութի հատակին պարկում լացում է, ուրեմն իրան տանը չեն դաստիարակել։ Բայց երբ որ իմ երեխան այդ 3 տարեկանի ճգնաժամի մեջ ասեց ինչ-որ բան եմ ուզում, ասեցի չեմ առնելու, ինքը տենց պարկեց խանութի հատակին լացեց, ես ուղղակի առաջի անգամ լացեցի իր հետ, որովհետև չգիտեի ինչ անեի, ու հասկացա, որ չէ, պետք է ինչ-որ սկսել ուսումնասիրել ու ինչ-որ լուծումներ գտնել, արդեն դա դաստիարակության վերաբերյալ։ Ըմբոստը շատ լավ բան է։ Բան անհանգստացեք, եթե ձեր երեխան բացարձակ ենթարկվող է, այդի լուրջ անհանգստանալու տեղ է, որտեվ հետո պետք է այս կյանքը ապրի ու ուրիշ մարդկանց հետ առնչվի, այնպես որ ըմբոստի համար շատ հանգիստ եղեք ու թեթևետի տարեք։ Այդ իրավիճակում, երբ երեխան ուղղակի պարկում է գետնին, լացում է եւ դու ինչ որ առումով քեզ այդ պահին թվում է երեխան է անօգնական, բայց դու էլ ես քեզ անօգնական։ Նաեւ մեր հասարակությունը ինքն հենց է նայում մամային, որ դու քեզ ես մեղավոր զգում այդ պահին, դու չգիտես, եթե անփորձ մամա ես իհարկե, էլի, հիմա ինձ եթե մի ամբողջ մարզադահլիճ նայի չի կարող ինձ այնպես անել, որ ես վատը զգամ, բայց այդ շրջանում, երբ որ դու նոր ես մամա, դու ամեն ինչ առաջի անգամ է, ոչ մեկս չենք սովորել ոնց լինել մամա, անգամ եթե դու աշխարհի գրականությունն ես կարդացել, հասկանում ես, որ քո երեխան վրա չի աշխատում որոշ բաներ, ինչը գրքում հստակ գրած է, որ աշխատում է ուրիշների վրա, ու օրինակ ես հոգեբանի հետ խորհրդակցելով սկսեցի ինքը լացեց, ես մոտեցա իրան, ասեցի ես չեմ լքում քեզ, չեմ գնում, մամա երբեք չի լքի քեզ, բայց ես խանութի դրսում այդ դրան մոտ քեզ եմ սպասում, հենց հանգստանաս դուրս արի։ Այդ վերջի անգամն ա եղել, որ ինքը տենց է պահել իրան, որտեվ ինքը տենց սպասեցի, բնական որ տենց անհանգիստ էի, որ ինչ կլինի, բայց ինքը տենց արցունքները սրբելով դուրս եկավ, ասեցի հանգստացար, ասեց հա, ասեցի գրկենք իրար, ասեց հա, ու ինքը հասկացա, որ լացելով չի հասնելու, ես մեկա չառա իր ուզածը։ Իսկ առաջին անգամ երբ այդ իրավիճակում էր գնացիր, ինչ որ հա, որովհետև սաղ ինձ էին նայում ու ինքը պարկած հատակի ղժում էր ու ես ստիպված վերցրեցի ու դուրս եկա։ Բայց դա շատ հետաքրքիր է, ինձ ընկերս, որ երեխան նոր էր ծնվել, ասեց 3 տարեկանում այդ ճգնաժամն առնելով, մտածեցի ոնց կարելի է, այնպես բոլորի մոտ մեկը որ չեղավ, հենց կոնկրետ այդ ու երևի դες մի ամիս ինչ որ տևեց բան, բայց հա, չէ, կարճ էր։ Մամաներ ավելի տեղեկացված են լինում։
շատ կարևոր է ոչ միայն այն հանգամանքը, թե դուք իրար ինչպես եք ադապտանում, այլև միմյանց ընտանիքին, հարազատներին, ժամանակին միմյանց ընտանիքին ադապտացիան ինչպես եղավ։ Նարեկը շուտ է մեր ընտանիքին ադապտացվել, որովհետև մեր ընտանիքը սենց այն տիպիկ ադաթավոր ընտանիք է եղել, մենք տատիկի հետ ենք տենց ապրել, մեծացել, մաման այն որ ամեն առիթ նոր տարվա սենց սեղանը գցել ու Նարեկը գալիս էր Սուրբ Ծնունդը նման բաները մենք անպայման նշում էինք, այդ ամեն առիթին գալիս էր դեռ այդ ընկերության շրջանից։ Հեշտ է անցել այդ փուլը։ Ինքը ավելի շուտ է իմ ընտանիքի հետ ծանոթացել, Հա, քան ես որպես այն տարիքով մի քիչ մեծ տղ են, որ հանդիպում է իրանց աղջկա հետ, բարձա ավելի շուտ պետքա տենց բան անեի, հետո իմ ընտանիքի հետ շատ նորմալ իմ համար ես օրինակ այս մի տարի առաջ պապայի առողջությունն էր տենց շատ վատ, Մաշան հետս եկել էր հիվանդանոց, օգնում էր այդ սաղ ընթացքում, երևի տենց ամենալավ բնութագիրն է, որ կարելի է տենց տալ էլի։ Սկզբնական շրջանում դու ավելի երիտասարդ ես, միշտ լինում է, չէ՞, ամեն դեպքում ժամանակի հետ, տարիների հետ շատ ավելի հանդարտ ես դառնում։ Ինչ որ առումով կարող է ինչ որ կետերում սուրանկյուններդ կորացնես ինքդ քո, այսինքն եթե շատ ավելի երիտասարդ տարիքում դու ակնկալում ես, որ բոլորը կկորացնեն իրենց սուրանկյունները, ժամանակի հետ դու սկսում ես ինքդ քո սուրանկյունները կորացնել։ Քեզ համար ինչպես էր այդ ծանոթությունը, ադապտացիան սկզբնական փուլում Նարեկի ընտանիքին։ Մենք այդքան չենք շփվել սկզբնական փուլում, այսինքն ինքը ավելի շատ իմ ընտանիքի հետ է շփվել, իր հայրը այդ շրջան Մոսկվայում էր ապրում, մաման այստեղ էր, երևի երբ որ իր պապան գալիս էր տարվա մեջ մի անգամ, երկու անգամ, տենց հավաքվում ենք, հանդիպում ենք, հետո ինքը մի երեխա է, այսինքն իրանք երեքով են, իսկ մենք 3 երեխա ենք, մաման, պապան, տատիկ, այսինքն մենք մեծ ընտանիք ենք, ու հոպարիս ընտանիքն է մեր հարևանն է, այսինքն միշտ միասին ենք եղել, այդ մեծ ընտանիքի բանն է մեր մոտ եղել, ավելի շատ երևի այդպես ենք շփվել, մինչև ամուսնությունը, հա, նես չի չենք շփվել, բայց առիթներ ամեն ինչ, օրինակ, ավելի շատ իմ ընտանիքում ենք։ Իսկ ամուսնությունից հետո։ Ամուսնությունից հետո դե բնականաբար ավելի շատ ենք շփվել, բայց էլի որ մենք առանձին ենք ապրել, այնպես չի եղել, էլի, որպես հյուր են, արդեն երկուսից ծնողներն էլ, ես չեմ հիշում դեք, որ որևէ մեկից ծնողը ուղակի գար մեր տուն։ Միշտ տենց ինչ որ որպես հյուր են եկել, կանչել են, եկել են։ Իսկ դուք ավելի շատ գնում եք ձեր տուն։ Մեր տուն, հա։ Հիմա դե իմ ծնողները այստեղ չեն ապրում, այդ իմ շատ ցավալի կողմն է, որ պատկացրու այդ ամեն ինչից հետո դու մնում ես մենակ, բայց երբ ստեղ էին, այդ ամեն առիթ ես չեմ հիշում մեր տանը, բացի նոր տարուց, եթե երկրում ենք եղել, հիմնական երկրում չենք եղել, ինչ որ սեղան գցեի, որտեվ այդ ամեն ինչը գնում էինք մամայից տանն էինք անում։ Հիմա այդ սա եկավ իմ ուսերի։ Ուղղակի տենց շատ հարմոնիայի մեջ ներդաշնակ բաներ են։ Օրինակ մի անգամ ինքը ինձ հրավիրեց իրենց տուն, դեռ ընկերություն էինք անում, ու իմ ու իր մամայի համար սարքեց այդ իտալական պաստա, որ ինքը Ամերիկայում այդ ուսանողական տարիներին աշխատելուց սովորել էր, ու համը փորձում էր ինձ թվում է գրավել ինձ այտենց քայլերով։ Փորձում ո՞րն է գրավել։ Այտենց ինչ որ դեպքեր հիշում եմ, բայց որ այտենց մեծ հավաքներ ավելի շատ Սուրբ Ծնունդ, ինչ որ տարբեր առիթներ, ավելի շատ մեր տանն ենք նշել։ Ցավոք սրտի, մենք ապրում ենք մի իրականության մեջ, որ եթե նույնիսկ դու մնում ես Հայաստանում, այդ քեզ չի ազատում արտագաղթի ցավից, որովհետև այդ կարոտը միևնույն է, հա, նույնիսկ եթե դու որոշել ես ապրել Հայաստանում, կարոտ միևնույն է ունենում ես, որովհետև քո միջավայրում կան մարդիկ, որոնք արտերկրում ապրելու որոշում ունեն։ Քո դեպքում հայրդ է Ռուսաստանում, քո դեպքում հիմա ընտանիքդ է։ Կարոտին ժամանակի հետ սովորում եք, թե ինչ որ առումով դա անհաղթահարելի մի բան է դառնում։ Դե չէ, դե սուտ կնի ասել, որ չես սովորում, որովհետև ինչ որ բայ, ընդունում ես որպես հիմա ինչ անջում սովոր, որ դու անդադ ուզենաս ծնի, բայց գիտես թե։ Իսկ թվում է կարող է որ Ամերիկա չլիներ, ես մտածեի ցանկացած ժամանակ կարամ տոմս գնեմ մի 2-3 լավ 5 ժամից այնտեղ լինեմ, այդքան ծանր չտանեի, հետո այդ քուրիկիս հանգաման քուրիկս շատ շուտ է գնացել, Մարկը նոր էր ծնվել, երբ որ գնացել է, հետո այն ծնողներս գնացել, այդ հանգամանքը ոնց որ ես հələ չէի մարսել, որ մենք շատ մոտ ենք տարիքով, 2 տարվա տարբերություն է,
ու սենց զույգերի նման մի մարդու նման ենք մեծացել ու ես էլի չի մարսել այդ հանգամանքը, որ ինքը այստեղ չի, հետո ծնողներս գնացին, հետո ես մի քիչ ինձ թվում ավելի էմոցիոնալ եմ, Նարեկը մի քիչ ավելի սենց ռացիոնալ է ամեն հարցին նայում, ես չեմ պատկերացնում, որ կգա այդ ժամանակը, որ ես կհամակերպվեմ այդ մտքի հետ։ Սերը բուժեց։ Լինի անձնական առիթ, թե նկարահանում ես իմ արտաքին տեսքը մշտապես վստահում եմ բյութի ֆաբրիկի պրոֆեսիոնալներին։ Երևանի սրտում Սարյան 19 հասցեում արդեն գործում է բյութի ֆաբրիկի նոր շքեղ սրահը։ Այս արդեն նրա մասին չէր, որ փոքրիկ տեղից հնարավորինս շատ գումար աշխատենք։ Այս այն պահն էր, որ ուզում էի, որ իմ հաճախորդը իրեն զգար ըստ արժանվույն սպասարկված։ Սերը բուժեց։ Կարող ենք ասել, որ եկել եք մի շրջանի, երբ կարողանում եք կես հայացքից, կես բառից իրար հասկանալ, թե ոչ միշտ է դա ստացվում։ Ահա, եկել ենք ինձ թվում է։ Շատ շուտ այնց ենք։ Նույնիսկ այդ բանը էլ են, որ զույգերը sense դառնում են, որ գնում են ուրիշ տեղ ու դա ինչ-որ բան է կատարում, sense կես հայացքով արդեն գնահատականներ տվինք, էլի։ Ծիծաղենք, բայց ուրիշի եթե Պրոստը նայեցինք արդեն դա չաթ է, էլի իրականում sense ինչ-որ գալասավորիներ է իրար գնում, բան, ուղակի հայացքով, դա միանշանակ։ Չէ, այդ ընկերություն անելը իմ համար օրինակ շատ կարևոր է, մենք ընկերություն ենք անում, որտեղ բաներ կա, ես ում էլ պատմեմ, կարող է ինչ-որ բան պատմեմ հիմա, այսքան մարդ նայի ու ոչ մեկի համար դա ինչ որ ծիծաղալի չլինի, բայց մեր համար այդ մեր ներքին ինչ որ հումորներ Հա, մենք տենց այլանդակ բաներ ունենք, ներքին հումորներն են։ Գնում ենք տարբեր երկրներում, մեր ներքին բոցերն ենք, ինչ որ անում։ Ամենաբանն է, որ մեր տղան էլ է լրիվ հիմա այդ ալիք, քանի որ ինքը միշտ մեր հետ է եղել, այսինքն չի եղել, հա, որ ասենք երեխուն ուր ցրենք մենք երկուսով Սենց մենք իրան չենք ընդունել որպես խոչընդոտ, որ Հա, ինքը շատ հումորով է, սենց էդի չեմ ասում, որ ինչ որ մեկից բանն է, այդ միանշանակ իր սեփական հումորն է, տենց մեկ զարմացնող բան, բայց այո, այդ vibe-ի մեջ։ Մարկը ում հետ է ավելի կապված էմոցիոնալ առումով, քննարկումների, Չէ, որտեղ նեղանա կամ ինչ-որ բան լինի, հաստատ մամայի մոտ է, սենց վազելու, որ ինչ որ տենց մի հատ կինո նայենք, որ տենց յուրահատուկ խաղանք կամ ինչ որ վերջի Minecraft-ը քննարկենք, Roblox-ը, չգիտեմ ինչ խաղը, դա ավելի շատ իմ է դա։ Բաներ կա, որ Նարեկը չի մտնում բացարձակ, ու բաներ կա, որ ես չեմ մտնում, օրինակ Մարկը գիտի 80-ական է, քանի Նարեկը 80-ականից է, բոլոր Նարեկի սիրած կինոները, չգիտեմ ոնց երեխուն համոզել է իրար հետ նայել են շատ վաղ տարիքից, չեմ Վանդամի կինոները, ինչ կինոներ, որ վստահ եմ մի քվա երեխեքը չեն Star նայում, Wars, Rocky-ները բան, բայց շատ նենց չէ որ ստիպել եմ, տենց Rocky մեկը բծավ, բա երկրորդը երբ են նայում։ Ու իդեպ իրան թվում է որ սենց սախ կինոները պետք է շարունակություն ունենան, ու մեկ-մեկ որ լինում է մի հատ կինո, որ պրոստը մի հատ է, ինքը զարմանում է, ասում եմ նրանց որ ես լավ կինոներ եմ ցույց տալու, որովհետև լավ կինոներն են ունենում շարունակություն։ Ու ես այդ դաշ չեմ, այսինքն չեմ նստում, էլի ասում եմ ես էս Վանդամն է, որովհետև ինձ հաստատ հետաքրքիր չի, ու հակառակն էլ, օրինակ երբ որ ինքը սիրարվել էր առաջի անգամ, ինքը եկավ իմ հետ կիսվեց, ասեց papayin չասես դրա մասին, ու տենց ինչ որ տարբեր դաշտեր է, որ մեկս մյուսի այդ դաշտ չենք մտնում, բայց երբ որ արդեն գլոբալ ինչ որ դաստիարակչական եւ այլն հարցի է, բնականաբար արդեն երկուսով, երեքով նույն դաշտում ենք հայտնվում։ Պապա չէր նեղվել, որ քեզ չասեն, որ Մարկը սիրահարվել է։ Երկրորդը իմացա, ասած տենց։ Հա ինքը չունի, ես ունեմ օրինակ այդ բաները, էլի, որ կնեղվեմ, որ ինձանից գախնիկ ունենան, բայց ինքը չունի, ինքը ինքան օքեյ է նայում, որ մենք երկուսով մի հատ առանձին բան ունենք, աշխարհ ունենք։ Ես вообще նախանց չեմ էլի։ Խանդոց մի բան։ Դու խանդոց չես քո բնույթով, դրանից է։ Էդի խանդ չէ, դի նախանց։ Չէ։ Իսկ հարաբերություններում էլ խանդ չունեք։ Չէ։ Այնքան չունին, մեկ-մեկ ներվային ասում։ Իսկ դու ունես խանդ։ Եթե ինչ որ բացահայտ բան նկատեմ, ունեմ, բայց այնպես չի էլի, բայց որ այն անկապ ինչ որ վահայ Բայց եղել է առիթ, որ նկատել ես բացահայտ ինչ որ։ Հա, եղել են առիթներ, որովհետև այս ոլորտում, սենց իրանց շոու բիզնեսյան, կան մարդիկ, որ սենց ուղակի չեն նկատում, որ դու այս մարդու կինն ես, դու իր կողքին ես, սենց եղել են տենց դեպքեր, ոչ որ մեկ օրինակ սենց եկել անգելա վզով այն առես ոնց է, բայց ես չկամ էլի սենց ասում եմ բարև ձեզ,
ասենց ինչ-որ վիճակներում, բան։ Ու Նարեկը կարող է դա չնկատի, բայց ինձ թվում է բոլոր կանայք այդ բաները զգում են, էլի։ Բայց այնպես չի, որ շատ ա եղել, բայց ուզում եմ ասեմ, եթե ռեալ առիթ լինի, ես կխանդեմ։ Իսկ ինքը չի տեսնում ուղղակի առիթ, որ խանդի։ Ինչ չոքնուտի պրոֆեսորն է։ Դե ես չեմ էլ տալիս, ես շատ սուստ կերպար եմ իմը։ Բնավորությունների ադապտացիան ինչպես ստացվեց։ Մենք շատ տարբեր ենք։ Բոլորին թվում է, որ ինքը մեդիա մարդ է, պետք է սենց միշտ ուզենա առաջին պլանում լինի, բայց շատ հակառակն է, ինքը սենց միշտ մի քայլ հետ է քաշվում։ Օրինակ, եթե հիմա ուշադիր լինես, որ դու հարց տալիս ես, ինքը սպասում է, տեսնի, եթե ես չեմ պատասխանում, նոր ինքն է պատասխանում։ Ինքը չունի այդ բանը, էլի, ես առաջինը լինեմ, ու մենք տենց շատ տարբեր ենք, ու ինձ թվում է, տենց լրացնում ենք, էլի, եթե երկուսս էլ կրակ լինեինք, հաստատ կփայտեինք։ Մենք միջև հիմա վիճում ենք, ես ինտրովերտ եմ, թե էքստրավերտ եմ, որովհետև ես գտնում եմ, որ ես ինտրովերտ եմ։ Ինքն էլ հիմա ոնց որ թե այդ ասել։ Իմիջիալս կա ամբիվերտ, որը Это մասն вообще չկա, տենց մոնովերտ, հա, չկա մեկը, ով որ տենց հստակ էս մի բանն է։ Ինձ ասում է դու շատ էքստրավերտ ես, ես կարող եմ գնամ լրիվ անծանոթ միջավայր, հաջորդ օրը բոլորը իմ ընկերները դառնան։ Տրամադրության վրա է։ Հիմա կարող է լինի էքստրավերտ օր, կարող է լինի ինտրովերտ օր։ Մենք որ ուրիշ երկիր ենք գնում, ինքը դառնում է ուրիշ մարդ, ինչ որ ալտեր եք ունի։ Որտեղ այնտեղ ես չեն ճանաչում։ Կամ անձի երկակիություն ունի, որ բացվում է, ասես բաներ անում, ասում եմ, բա դու ինտրովերտ չես։ Ասում եմ, հա, ես ինտրովերտ եմ։ Ես ինտրովերտ եմ, հա, մեծամասն, բայց հա, այդ բանը դժում է, որ ինչ որտեղ քեզ բացարձակ ոչ ոք չի ճանաչում, բան, ու կարաս ինչ որ տենց պրանկ անես, ինչ որ տենց հետաքրքիր ծիծաղալու պատմություններ այլ միշտ դրանից վերջում ծնվում։ երբեմն լինում են դեպքեր, երբ պիտի թակես, որպեսզի բացես հասկանաս, թե ինչ է կատարվում իր ներսում, թե միմյանց հետ շփումներում այդ խնդիրը չկա։ Դուք միշտ ցանկացած թեմայով կարող եք խոսել իրար հետ։ Մենք շատ ենք ամեն թեմայից խոսում, բայց ես ավելի շատ եմ սիրում խորանալ, ես մտածում եմ, եթե մենք միասին ենք ապրում, մենք պետք է սենց ամեն մանրուք իր հոգու խորք թափանցենք, իսկ ինքը չի սիրում, հոգի նստածել, նիգնամ ասեմ, հենց հիմա ինչ ես մտածում, կիսվի մտքերով, ինքը սենց անի ու վերջ, ես մտածում եմ, ինքը ինչ-որ բան է մտածում, չի ուզում իմ հետ կիսվի, ու ես ենքան ամբողջ իրան ասեմ, ինքը ոչ որ բան է եղել, որ ասում հələ պատմի, բան է, ես ասում եմ, չգիտեմ, Պողոսը եկավ, ասեց բան, գնաց։ Ոնց ասեց։ Ու սենց ամենայն մանրամասնությամբ, այդ ինչ որ մտավ, ունքը ոնց էր, ինչ էր հակված, չգիտեմ, ինչ ես այդ սաղ տենց ոչ նկատում եմ։ Կամ եթե ֆիքսում եմ, ես այնքան արագ եմ մոռանում ոչ կարևոր բաներ, կարող է իսկականից չկարանամել այդ դետալների մեջ մտնեմ, ինքը տենց սիրում է շատ մանրամասն։ Օրինակ հիմա եթե ինձ հարցնեն, ոնց անցավ Ամալիային։ Հա, ես կասեմ լավ։ Ինքը ուղղակի կասի լավ։ Իսկ ես կասեմ լավ էր, այս թեմաներին անդրադարձանք, ինչ պահներ հավես, կարող ես սկսեմ պատմել ինչը լավ չէր։ Սենց ինչ որ իմ զգացումներով, զգացածով կիսվեմ։ Իսկ ինքը ուղղակի ասում է լավ։ Բայց ես որ սենց եմ, ես սպասում եմ դիմացինից էլ պետք է ստանամ այդ ամեն ինչը, էլի։ Շատ եք վիճում այդ հարցերով, թե արդեն սովորել եք։ Ես առհասարակ չեմ հիշում, որ մենք ինչ-որ հարցով բացի երեխայի վերաբերյալ հարցից, անկեղծ ես չեմ հիմա ինքը կասի հիշում ա թե չէ, ես չեմ հիշում, որ մենք վիճել ասելով հենց վիճել, ոչ թե ինչ-որ խոսենք, բարձվի ես ուրիշ կարծիք ունեմ, ինքը ուրիշ, այդ օքեյ է, բայց որ հենց վիճել, ես բացի երեխայի ինչ-որ գուցե դաստիարակության հարցից, գուցե երեխան հիվանդ է, պնդում եմ, պետքա գնալ բժիշկ, ինքը պնդում է, ես շատ չափազանցնող եմ, այդ դառնավեճ, այսենց հարցերից բացի ես բան չեմ մտաբերում, որ մենք այդպես հարաբերությունների մասով վիճենք։ Տարիքի հետ բոլորը այդպես ավելի փիլիսոփա են դառնում ու իրականում էլի այդ ջղայնանա վիճելը, հա, ինչի վրա, որ հիմա այս մարդը իր կարծիք ունի, դու քո ինչ որ կարծիք ունես, երբեմն դա կարող է լինի ինչ-որ այդպես օբյեկտիվ բան, երբեմն այդպես երբ որ սուբյեկտիվ է, սուբյեկտիվ բաների շուրջ վիճելը շատ անիմաստ է, էլի։ Այս վերջերս կակրաս մի հատ այդպես չինական առակ էր, որը այդպես շատ դուրս եկավ, ասում եմ ինչ ենք մենք ջղայնանում, հա, առակը նրանում է, որ
նավակով մեկը գնում է ու տեսնում է որ գետի մյուս կողմից նավակ sense գալիս է ուղիղ իր նավակի վրա ինքը սկսում է ասել այսա կխփես բան ոչ ոք ուշադրություն չի դառնում մինչև գալիս է այդ նավակը բախվում է խփում է ու ինքը ջղայնացած սկսում է բանել մեկը տեսնում է մյուս նավակը դատարկ է այսինքն մեր ջղայնությունը իրականում այդ այնա ինչը մենք սպասում ենք որ մյուսը պետք է աներ ու եթե չի անում դա մեր կարծիքն է որ ինչ որ մեկը պետք է վարվեր հենց նենց ոնց որ մենք ենք ակալում իսկ այս դեպքում այնտեղ ոչ ոք չկար որ այսպես կամ այն կերպ արել հա ու որտեղ մեր սպասումները մի քիչ շեղվում են ու մենք այդտեղ սկսում ենք ջղայնանալ Զայրույթը այնպեսի բան է որ իսկապես վերահսկելի էմոցիա չի այսինքն այդ վարքյանին որ եկավ հա կարող ես այդ վարքյանին եկավ մի վարքյան ասես լավ հանգստացիր սթափ նայեր իրավիճակին բայց 100-ից 100 որ ստացվի հանգստանալ եւ սթափ նայել իրավիճակին, չգիտեմ, կան այդպիսի մարդիկ, որոնց մոտ միշտ ստացվում է։ Ու այդտեղ իմաստուն չինասիները եւ ինձ թվում է բոլոր փիլիսոփաները ասում են որ դու չես հասնելու այդտեղ, դες մի օրում sense ինչ որ տումբլեր չի իջնելու ու դու արդեն նենց ես, դու պետք է անընդհատ ձգտես։ Հիմա 10 օր հետո կամ 10 տարի հետո ավելի մոտ կլնես նրան եւ ավելի հեռու ես կողմից, բայց դա ինչ որ տենց ավարտական տեսք չի ունենալու։ Թեթև ենք նայում այտենց բաներին, հեսա այսօր մի հատ սարկս գծեց ջարդեց, բանել չասեցի։ Ինչ պետք է ասի։ Դե հենց դա ինչ պետք է ասի։ Արդեն գծե ջարդեն։ Մենք չենք վիճում էլի, իմանես չստացվի որ մենք, բայց իսկապես հենց մենակ երեխայի այդ շուրջը մեր Հա, մենք դե շատ էմոցիոնալ ենք, էլի։ Հետո ես օրինակ չունեմ այդ ֆեմինիստական, չգիտեմ, հայացքները, որ կինը պետք է իր հաշիվը փակի, չգիտեմ ինչեր, ես ինձ դուր է գալիս իրա վրա հենված լինելը, հիմա կոմենտներում ինձ կուտեն երևի, բայց ես մեր տանը դա եմ տեսել, որ տղամարդը իր դերը ունի, կինը իր դերը ունի, ու չեմ ասում էլի կնոջ դերը խոհանոցն է տղամարդունը, բայց կա դրա ոսկե միջինը։ Հա, այդ ծայրահեղության մասին չի խոսքը։ Ոչ մի ծայրահեղությունը լավ։ Օրինակ ինձ շատ դուր է գալիս, որ մենք գնում ենք ճանապարհորդության, ես չգիտեմ մենք որ հյուրանոցում ենք մնալու, մենք ինչ թռիչքով ենք թռնելու, մենք որտեղ ենք նստելու։ Ես գնում եմ վայելելու։ Ինքը գալիս է այս քարտեզով, որ գնում է, ես ու երեխան իր հետևից գնում ենք ու վստահ եմ, որ շատ լավ ալներ։ Ինձ դուր է գալիս այդ իր վրա հենված լինելու այդ ապահովության զգացումը։ Շատ առաջադեմ հայացքներ ունենք, մանավանդ այնց Հայաստանի չափանիշներով, բայց այն գլոբալ երբ որ նայում ենք, ինձ թվում է հիմա որ շատ ու շատ իր տենդենսներին հետևենք, այդ բանը որ եվրոպացիները, հա, չգիտեմ, կիսում են հաշիվը նույն կաֆե գնալու, այդ արդեն առաջադիմական չի ու այդ բավականին վաղուց արդեն առաջադիմական չի, բայց մեր այդ կարծրատիպն է, որ մենք տենց ենք անցալում, ոնց որ այդ wokeism-ի այդ շեղված ֆեմինիզմի, որտեղ դա շեղված ֆեմինիզմն է, այլ որտեղ ֆեմինիզմը ինչի մասին է, որ մտածում ենք, որ կանայք եւ տղամարդիկ հավասար իրավունքներ ունեն։ Ուրեմն by default բոլորս ֆեմինիստ ենք։ Եթե մեկը մտածում է, որ կնիկը չպետք է քվեարկելու իրավունք ունենա, այնքը ֆեմինիստ չի։ Այն մնացած ողջամիտ բոլոր մարդիկ ֆեմինիստ են։ Բայց այդ հաշիվը բան, դες պետք է հստակ հասկանալ, որ կանայք եւ տղամարդիկ հավասար են, բայց տարբեր են։ Եվ որ այդ տարբեր բանը չեն հաշվի առնում, այդտեղից սկսում են այդ բոլոր խնդիրները, էլի, որտեղ ֆեմինիզմ բառը շատ հին բան է, ֆեմինիզմի բոլոր նպատակներին վաղուց հասել ենք, տարիներ առաջ, իդեպ սովետական միությունում կինը թռել էր տիեզերք, նրա անունը Վալենտինա Տերեշկովա էր, երբ որ այն երկրները, որտեղ ընդունված է մտածել, որ իրանք ֆեմինիստական են, իրանք շատ հեռու էին ֆեմինիզմից, էլի։ Դրա համար մենք այդ խնդիրը այդքան չենք ունեցել, ինչքան ընդունված է մեզ ասել, որ ունեցել ենք։ Բայց էլի ինձ թվում է դա շատ նորմալ տենց հարաբերությունն է, երբ որ կինը որոշ հարցերում տղամարդուն է ապավինում եւ որոշ հարցերում տղամարդը կնոջը, որտեվ ինքը ես կարող եմ ինչ-որ մեկ մի հատ խորհրդարական շեդևր անեմ, ինքը միշտ գիտենք, որ շատ համով կանի։ Ես կարող եմ ինչ-որ, չգիտեմ, եթե հավաքեմ տենց սաղանկյունները կեղտը տոնեմ, ինքը տենց լավ կանի։ Հա, ես կարող եմ երեխուն տենց չկարողանամ հանգստացնեմ, ոնց որ ինքը կարողանա, բայց ինչ որ հարցերում էլ ես իմ ուժեղ կողմեր ունենամ, մի խոսքով հավասար, բայց տարբեր։ Ամեն դեպքում, եթե մենք իրար հարգում ենք, պիտի հաշվի առնենք, որ
մենք բնությունից արդեն տարբեր ենք եւ չենք կարող ուղակի համահավասարեցնել ամեն Եվ ինչ։ դες նպատակ էլ չկա էլի, տենց հա, էլի մարդկանց ինչ որ անկապ մի հատ նպատակ են դրելու, ասում են դե գնացեք այդտեղ։ Ու հետո որտեղ որ ուզում էին գնալ, մեկը տեսանք, որ ամերիկյան իրականությունում մեկ էլ շո ռեստորաններում ստիպված 6 ձևի զուգարան էին բացում, որ բոլորի պահանջները փորձեն բան անել, բայց այդ 6-ն էլ չէր հերիքում։ Հիմա նոր ոնց որ գլխի ընկան վերադարձան այն երկուսին, որը միշտ կար։ Հիմա խոսում ենք այն մասին, որ ավելի քիչ եք վիճում, ադապտացել եք, արդեն իրար նաև որոշակիորեն ընդունել եք, այնպեսին ինչպեսին կաք, բայց ինչպես դուք եկաք ու հասաք այս կետին, որովհետև երբ ծանոթացաք, վստահաբար նույն լարի վրա չէիք։ Դե հա, երբ որ ծանոթացանք, տենց ինքը ուսանողուհի, հա, ասենց տիտիգիկ հագնված, ես մի հատ կապույտ մեքենա ունեի կողքս կրակներով, Elvis-ներ ինքը, Elvis, վակերով։ Ինչ որ սենց երկու վառանհատականություն բան, բաժանվելով ընթացքում տենց բան, զանգես բան, պերիոդներն էլ են եղել, բայց հետո տենց զգացել եմ, որ պատմի։ Մի անգամ ինքը ինձ տուն էր տանում։ Ես չեմ հիշում մենք ինչի համար ենք կռվել, բայց հիշում եմ, որ իրան ասացի հենց հիմա կանգնի, ես իջնում եմ մեքենայից ու ինքը չէր կանգնում։ Ու ես տենց ուղակի դուռը բացեցի, որ թռնեմ մեքենայից, արշակունյացի վրա։ Քրեական հոդված։ Ու կանգնեց դե ստիպված ու զանգեցի պապայիս, ասացի արի ինձ տար ստեղի։ Ես հիշում եմ այդ խիերը։ Ես չէի հիշում խիերը, կապ է չի պատմես, դու չեմ հիշում։ Քոշայրից չի, այդ ես լրիվ ճիշտ է։ Զանգեցի պապայիս, պապաս եկավ, նստեցի պապայի մեքենան, իրանք չգիտեմ ինչ խոսեցին։ Պապան ճանապարհին ասեց մամա այդ ոչ մի բան չպատմես սրա մասին, մամաս է նոր կիմանալի։ Պապայի հետ ես շատ էի կիսվում։ Ու ասեց մամա ինչ պատմես պետք չի իմանա, ես ինչ պետք է ասել եմ ու ես էլ մեր մոտ ինչքան է այդ ընկերականը կար պապայի հետ, բայց միշտ այդ խիստ էր էլի պապան բավականին ու ես ասես մի տեսակ քաշվեցի հարցնեմ ինչ եք խոսել լրիվ իմ կողմից էր պապան Այդ արդեն չեմ կարող ասել։ Ու մենակ գիտեմ որ գնացինք տուն ու Նարեկը տենց օրերով չէր զանգում ինձ ու ես չի հասկանում ինչա կատարվում։ Խոսել են որ պապան ասել է աղջկաս չզանգես, թե ինչա կատարվում, բայց չի արցնում, չգիտեմ ինչի էլի։ Ի վերջո հետո ինչպես քայլ արել։ Ինքը զանգեց։ Ես զանգեցի, հա, փորձի առաջի բանը, առաջի քայլը տղամարդը պետք է անի, բայց ես զանգեցի այն բանը, որ եթե ինքը շարունակի, հաստատ չեմ զանգել։ Բայց դու Ինձ հասնում էր առաջի քայլը, okay, it's fine, կանեմ առաջի քայլը, բայց եթե հանդիպակաց քայլ չեղավ, այդ սիտուացիայում ես ամբողջությամբ ճիշտ էի։ Հիմա չեմ հիշում ինչ ուզես կասես։ ինչ խոսակցություն էիք ունեցել դու եւ Մաշայի հայրը։ Դե ինքը ասեց, որ բանա, տենց բնավորությունը Ակարա։ Ինչ ասես։ Պետք է մռնումով մոտենաս, բան, տենց հասկացանք ինչ արել։ Ինչ աժան բնավորությունը բանա պետք է բռնումով Դե դա բան է, էլի, վառ անհատականություն։ Ես մի հատ փոփ այդ խոսում։ Երկուսիդ վեճն է, բայց Մաշան զանգում է պապային, ասում է արի, այսինքն երրորդ մարդը խառնվում երկուսի հարաբերություններին։ Ինչքանով սա կարող էր նաև խանգարող լինել ու արդյոք հետո սկսեցիք երրորդ մարդկանց դուրս մղել հարաբերություններից, թե Երևի հա, բայց դրանից հետո չի եղել։ Չէ, դրանից դեպք չի եղել։ Ուղղակի, երբ որ մենք արդեն դարձանք ընտանիք, այն ինչ ես նոր պատմում էի, որ հիմա կա Նարեկի հետ, այդ ամեն ինչ եղել է մեր տանը, իմ պապայի հետ։ Այսինքն միշտ պապայի վրա ենք հենվել բոլորով, պապան ես որ ամուսնացանք, ասի ես կյանքում ատամնաբուժանում չեմ եղել առանց պապայի, որ գնամ դու պետքա հետս գաս, որտեվ միշտ պապան է ինձ տարել։ Երբ որ ես գնում էի քննության, պապան տանում էր, սպասում էր համալսարանի դիմաց այնքան, մինչև ես քննությունը ստամ, դուրս գամ իրան ասեմ տվել եմ, նոր ինքը գնում էր։ Ինքը ամեն առավոտ ինձ դասի էր տանում։ Ուզում եմ ասեմ, այդ ամեն ինչը ոնց որ տեղափոխվեց դեպի իմ նոր կազմած ընտանիք, այսպես ասած, ու նաև այն նպաստեց, որ մենք շատ երկուսով ենք եղել, հատկապես երեխայից հետո, այսինքն երբ որ մենք օգնության առանձնապես չենք դիմել, ամեն ինչ երկուսով ենք արել,
Այն ժամանակ ծնողներս հիմա երկրում չեն քանի տարի է, բայց երբ որ երկրում էին, դիմում էինք մենակ երբ իսկապես անհրաժեշտություն կար, իսկապես այնպիսի տեղեր, որ երեխա չեն կարող տանել։ Մնացած բոլոր դեպքերում այստեղ երեխան եկա, որ լրացնի մեր ընտանիքը։ Շնորհակալ եմ շատ մեր Իմ զրույցի համար։ ճգնաժամերից չենք խոսա, իմ դեպրեսիա Էլի ասես խոսենք։ Դե մեր մոտ Ты хочешь поговорить об этом? Չէ, ես ուզում եմ գովա իրան։ Ուրեմն կա այդ բան, չէ, միջին տարիքի ճգնաժամ առնում տղամարդկանց մոտ, ասում են տարբեր ձև, մեկը մոտո է առնում, մեկը որոշում է որ որսորդա դա չէ, տարբեր։ Ես սկսեցի զբաղվել տրիաթլոնով։ Այդտենց հեծանիվ է ենթադրում, լող եւ վազք, այդտենց սկսեցի դրա մեջ խորանալ ու այդ շատ ժամանակատար բան է, էլի։ Այդ Ironman մրցումին, որ պատրաստվում ես, պետք է շաբաթը 20 ժամ գումարային նվիրես այդ 3 սպորտերի մեջ բաժանես։ Ժամանակատանում ընտանիքից, ժամանակատանում բոլորից, բայց նենց լավ բան Iron King դուրս եկավ մաշան, որ շատ սպորտիվ էր ու տենց մի քանի անգամ այդ արել ենք, անում ենք ու էլի անելու եմ ու տենց այդ սպորտային իմ բոլոր այդ նախաձեռնություններում շատ sense օժանդակող է, որտեղ մենք տենց խումբ ունենք, էլի այդ Ironman-ով զբաղվող տրիաթլոնիստների, ընդհանրապես այդ այնքան կլիշե է այդ սպորտում, որ ասում են, եթե ասում են եթե Ironman արեցիր ու չբաժանվեցիր, ուրեմն սա նորմալ է, որովհետև լիքը ընտանիքներ այդ ամուսնու այդ հոբիին, որը տենց շաբաթվա 7 օրից մեկը տանում է, չեն բանանում։ Մաշա, բայց դու նշում ես, որ դու զարմանում ես, թե ինչպես դուք չբաժանվեցիք քո ճգնաժամի շրջանում, իրականում Նարեկի ճգնաժամի շրջանում եւս այդպիսի բարդ շրջան եք հաղթահարել, թե դա շատ ավելի հաղթահարելի ու հեշտ փուլ է եղել։ Չէ, ավելի հաղթահարելի է եղել։ Ուղղակի ինքը սենց մի պահ աշխատանքը սենց շատ զգում էի, որ արդեն ճնշում է իրան, իսկ ինքը միշտ հաճույք է ստացել աշխատանքից, սենց շատ ուրախ է եղել եւ այլն։ Ու երբ որ ինքը սկսեց այդ սպորտով զբաղվել, ես հասկացա, որ ինքը սենց շատ ավելի ուրախ դարձավ։ Իհարկե մենք չենք տեսնում իրան, որտեղ առավոտը 6-ից քշում էր մինչև Սևան, չգիտեմ, հոկտեմբերյան, հետո գնում էր աշխատանքի, աշխատանքից հետո երեկոյան գնում էին վազքի, տենց համարյա չենք տեսնում իրան, բայց կոմպենսացնում ենք այդ ճանապարհորդություններով, այսինքն ես սպասում եմ երբ գալու այդ արձակուրդի շրջանը, որ մենք 7 օր ուղղակի Այդ մրցումները միշտ տարբեր տեղեր են, էլի, կարող է գնանք Դուբայ դրա համար, ես վերջինը թռան Կիպրոս, որ վազեմ, Ամերիկա, բան, շատ տարբեր տեղեր են։ Լավ ապրում եք, ինչ եք ուզում։ Դե բան չասեց։ Դրա համար ով գալիս է մեր տունը շատ փոքրիկ տուն է, ու առել ենք ու վերանորոգել ենք 13 տարի առաջ, ու էլ ոչ մի բան չենք արել, ասում ենք, որ ձեզ նայում ենք, մենք գիտենք դուք եսին ոնց եք ապրում։ Դրա տեղը մի հատ տունը փոխեք, մի հատ մեծ տուն վերցրեք, մի հատ նորոգեք, չգիտեմ, էլի, բայց մենք ճանապարհորդում ենք։ Բայց դրա մեջ ճշմարտություն կա, օրինակ ինչն է ավելի գերադասելի։ Նրանից որ դու ապրել ես 5 սենյականոց բնակարանում, ոչ մի նոր հիշողություն քո մոտ չի լինելու։ Բայց նրանից որ մտես մեր սաղ են վառ հիշողությունները, այդ ինչ որ ոնց բոցվեցինք Բարսելոնայում, ինչ արեցինք, չգիտեմ, Դուբայ, այդ սաղ հիշողություններ է, էլի, իսկ որ դու այդ սաղ ընթացքում 7.5 սենյականոց բնակարանում ապրեիր, նախ չի գնահատելու, մի երևելի եսի մի ձեռք բերում էլ չի, էլի մեր մեջ ասած։ Նենց է որ դու օգտագործում ես մաքսիմում 3-ը։ Չէ, տենց որ ես հիշում եմ։ Ինքը մտածում է 7.5, չէ, բայց 4.5։ Չէ, ես կուզեի մեծ, այո, երազում եմ ես ական։ Շնորհակալ եմ շատ մեր զրույցի համար ու կերտանալու համար։ Մերսի։ Դե ինչ հետևեք Live-room-ին, բաժանորդագրվեք YouTube-ի իմ ալիքին, որպեսզի պատճ չթողնեք մեր թողարկումները։ Սարաբուժե